Շնորհակալություն, նախ ես հիշեցնեմ, որ սեպտեմբերին մեր դպրոցը նոր դասարան է հավաքելու, դասերը սկսվում են սեպտեմբերին, կարող եք հետևել մեր Facebook-յան էջին, հայտարարությունը կտեղադրվի, կարող եք գրանցվել և գալ արդեն հիմնական դասերին։ Որտեղ այն բոլոր նյութերը, որը մենք ներկայացնում ենք, բնականաբար հանրայնացված են, որպեսզի հնարավորինս լայն մասաներին հասանելի լինի, բայց կան թեմաներ, որոնք քննարկվում են, հատկապես պրակտիկաները, որոնք հանրային հասանելի չեն կարող լինել, կան էտապներ, որոնք ուսուցիչը պետք է համոզված լինի, որ աշակերտը անցնում է ամբողջությամբ և կատարում բոլոր անհրաժեշտ գործողությունները, հետոնով կտրվում է այս հաստատումներ։ Ժամանակին մեր շպարգալկանների համար երկուս են դեր։ Այդ շպարգալկա չի էտիս սուտ տախերել։ Այսպիսով, ոնց որ խոստացել ենք երկու կուլմինացիոն դասերից մեկը այսօր հոգևոր զարգացման նպատակներից գլխավորներից մեկը կշարունակական է, բայց այս փուլում մեր համար տեսանելի, որը որ մենք պետք է ունենանք ձգտում դրան հասնելու, պայծառացում, լուսավորում, ազատագրում, ինչպես միշտ հիշեցնենք, որ օգտվում ենք ամենայն դեպս իմ նյութը, ես կներկայացնեմ արևելյան իմաստությունների ուսմունքների տեսանկյունից, իմ ընկերները կփորձեն լայնացնեն թեման արդեն նաև այլ աղբյուրներով։ Վերադառնանք բուն խնդրին։ Մի հատ տեխնիկական հարց ասեմ, որպեսզի հասկանալի լինի, պետք է հասկանալ, որ այն նյութերը, որը մենք օգտագործում ենք, հիմնականում ոչ հայերեն են, իսկ եթե ճիշտ լինենք, ընդհանրապես հայերեն չեն, հայերեն նյութ այս թեմայով արժանապատ, որին մենք կարող ենք միանշանակ հողում կատարել, գոյություն չունեն։ Դրա համար կխնդրեմ ուշադրություն դարձնեք, ես ամեն անգամ չեմ ասելու յուրաքանչյուր տերմին օգտագործելուց առաջ, որ դա միգուցե կարող է տպավորություն լինի, որ կամայական թարգմանություն է, պարզապես պատկերացրեք, որ ջանք է գործադրված, որ մաքսիմալ հնարավորինս այդ իմաստը, որը որ մենք մեր ընկալմանը մոտիկ հայերեն բառը փորձել ենք ներկայացնենք, դա իսկապես շատ բարդ է, նույն ընդհանրապես բոլոր տեսակի թարգմանություններում ներածական մասը, անպայման հեղինակները, թարգմանիչները միշտ դրա մասին նշում են, որ այս հասկացողությունը սենց ենք օգտագործել որով, բայց ինչի պատճառներ են նշում և այլ։ Տիբետերենը, սանսկրիտը, որտեղից որ աղբյուրները հիմնականում տեղից են, բավականին բարդ է միանշանակ թարգմանել, հատկապես հոգևոր ոլորտին վերաբերող տերմինաբանությունը։ Համար կխնդրեմ այդտեղ մի քիչ ուշադիր լինեք, ամենայն դեպս մենք բառը ասելով նաև իր նկարագրականն էլ ենք փորձում տալ, որոշ դեպքերում ես ստիպված եմ լինելու ռուսերեն իր հոմանիշներ օգտագործեմ, որպեսզի եթե հետագայում դուք ուզենաք նյութ ընթերցել, որ հասկանաք, թե ինչ նկատի ունենք այդ տերմինը օգտագործելու։ Այսպիսով, մարդը հոգևոր ճանապարհի վրա ունի նման ավելի ճիշտ դեռ ճանապարհի վրա չունի նման ցանկություն։ Առաջի հերթին ինքը ինչ-որ գիտակցում է, այն է, որ հիմքում ընկած է մտքի ինչ-որ տարօրինակ երևույթներ, շատ պարզ բաներ, մարդը չի կարողանում նույնիսկ սովորական կենտրոնանալ, միտքը անընդհատ վազում է, թեմայից թեմա, առավոտը զարթնում ենք, հենց նույնիսկ չենք աչքերս էլ բացելուց առաջ արդեն ինչ-որ մի հատ միտք է գալու։ Արթնացման հետ մեկտեղ մի անգամ գալիս են այդ օրվա պլանները, պրոբլեմները, նախորդ օրվա, նայած ինչ տրամադրությամբ ենք պարկի քնելու միտքը անընդհատ թռվռում է, կապիկի հետ են համեմատում, կապիկի նման թռվռում է։ Ինչը նաև բնականաբար բերում է որոշակի տառապանքների։ Առաջի գիտակցությունը, որը որ պետք է հասկանալ ինչի հետ է դա կապված, համեմատություն, նախ մի հատ համեմատություն մտցնենք,
Երբ որ մենք խոսում ենք պայծառության մասին, ինքը իրականությունը չի բնութագրում, բայց գոնե թույլ է տալի մոտավորապես մոդելավորել ինչի մասին ենք մենք խոսում, համեմատության եզր գոնե գտնենք։ Այ պատկերացրեք մենք արթուն վիճակում ենք ու համեմատում ենք մեզ քնած վիճակում երազ տեսնելով։ Հիմիկվա մեր տեսածը շատ ավելի հստակ է, կոնտրաստային է, գույները, ֆորմաները, օդը, համը եւ այլն, քան երազում։ Նույնիսկ եթե գիտակից երազ ենք տեսնում, այնտեղ լվոզված է, ոչ ամբողջական է, ընդհանուր մինչև որ ընդհանրապես չենք հիշում ինչ է զարթնում եք եւ ընդհանրապես չենք հիշում, չէ՞, աղոտ ինչ որ բան ենք հիշում, որ երազ ենք տեսնում։ Այ պայծառացած վիճակը, այս մեր արթուն վիճակը, պատկերացրեք, որ քնի մեջ երազ է։ Եվ դա զուտ մենակ համեմատություն չի։ Ինչ ենք մենք այդ ձևով դրան վերաբերում։ Նախորդ հանդիպումների ժամանակ, նույնիսկ երկու հանդիպման ժամանակ, ոնց որ հատուկ դրան ուշադրություն եմ դարձել, թե ինչքանով մարդը իրականությունից հեռանում։ Ինչքան ենք մենք հեռացված, ոչ թե հեռանում ենք, այլ հեռացված ընդհանրապես, մենք չենք տեսնում իրականությունը, մենք կորցրել չունենք, չասեմ կորցրել ենք, բայց չունենք այդ իմաստությունը ուղղակիորեն իրականությունը տեսնել։ Եվ դա է պատճառը, որ մենք անդադար այդ լինելով այդ մտքերի հետ, նույնականացնում ենք մեր մտքերը մեր գիտակցության հետ եւ ոնց որ Դեկարտն էր ասել, որ մեր մտքերը ես եմ, եթե քանի ես մտածում եմ, եթե ես մտածում եմ, այդ ես եմ, ուրեմն ես կենթանի եմ։ Մեր մտքերը լինելով կարևոր, շատ կարևոր մեր մի մաս, չեն հանդիսանում մեր իրական եսի նույնականացումը։ Ինչ է կատարվում մենք, եթե ասենք ուշադրություն դարձնենք, մեր հետ ինչ է կատարվում, ավտոպիլոտ ժամանակակից բառ կա, մենք միացած ենք ավտոպիլոտին։ Համեմատությունը սենց է, ավտոմատ ռեակցիաներ ենք տալի։ Մեկը մի բան ասեց, մենք գիտակցաբար չենք պատասխանում, պարզապես այդ բանը ինչ-որ բան պատասխանեցինք։ Ռեակցիաները ավտոմատացված են, դա ունի իր բացատրությունը, ոնց որ ասում ենք մարդը փորձում է նվազագույն էներգետիկ ճանապարհով գնա, եթե մի քանի անգամ կրկնվող նույն ազդակին ես տվել եմ այդ ռեակցիան, այն ավտոմատացնեմ, էներգիա չծախսեմ այդ ամեն անգամ բազարից այդքան է ճիշտ, այդ ժամանակ չկորցնեմ դրա վրա, մի անգամից ավտոմատ ես արձագանքեմ։ Ավտոմատ ռեակցիա եւ անգիտակից ռեակցիա, դրա համար մենք ասում ենք դրան անվանում ենք անգիտակից ռեակցիա։ Հաճախ մենք կհանդիպենք տարբեր նյութերում, ասում են «здесь и сейчас», հատուկ եմ ռուսերեն տարբերակը օգտագործում, դա ուղղակիորեն կապված է ինքնագիտակցվածության կամ ռուսերեն ասած осознанности հետ։ Ես նախընտրում եմ ասել հիմա եւ այստեղ, որովհետեւ զուտ երևի իմ ներքին փորձից ելնելով, երբ որ հիման է, այստեղ է ինքնաբերաբար գալի, ոչ միշտ է, որ ստեղը հիման բերում է, այսինքն տարածություն ժամանակի հասկացողությունը։ Մենք շատ հաճախ կորցրած վիճակում ենք, ոնց է լինում, ինչ-որ գործ ենք անում, նույնիսկ եթե գիրք ենք կարդում, որը մտավոր մեզանից ջանք է պահանջում, էջի սկիզբը սկսում ենք, երկրորդ տողից շեղվում ենք, սկսում ենք մեր առօրյա կենցաղային թեմաներով, պրոբլեմներով, գործի տեղը, երեխեքը, ընտանիքը, ընկերները, ու գնաց միտքը, մեկ է հիշում ես, որ դու գիրք էիր կարդում, նույնիսկ վերադառնում ես այդտեղ։ Եվ դա մենակ գիրք կարդալուց չի, դա ամենուրեք է, տենց մենք կենտրոնանալ ինչ-որ մի բանի վրա չենք կարողանում, ինչ-որ ոնց որ ասեցի, մեր միտքը անդադ թռվռում է։ Դա իր բնույթն է։ Պայծառության գոյություն ունի պայծառության 7 գործոն, 7 ֆակտորов просветления։ Այն միջոցին նախորդը որ ասեցի քնի հետ համեմատություն, դրա համար էլ հենց տերմինը պետք է թարգմանաբար ասենք, շատ ծանոթ, բայց ոչ բոլորը գիտեն, որ Բուդդա բառը նշանակում է պրաբուժդյոննի, ընդ որում այստեղ հիպոթեզ կա, որ արմատն էլ է նույնիսկ նույնը ռուսերենի հետ, որտեղ սանսկրիտի հետ այնտեղ որոշակի նմանություններ կա, բուդ, բուդից, ռազբուժեննի, այդ նույն արմատնա, Բուդդա արմատնա, շատ հնարավոր է, պնդել չեմ կարող, բայց ամենատեպս հիշելու համար հեշտ է։ Այսինքն արտնացված, եթե հայերեն ասենք, արտնացված, այս կարծես թե այս վիճակի քնից,
հա, պատկերացնի կտեն։ Հաճախ լինում է մարդկանց հետ, չգիտեմ հաճախ թե ոնց, բայց լինում են մարդիկ, որ նկարագրում են նման դեպքեր, երբ որ սպոնտան, հանկարծակի ինչ-որ պայծառացումների ինչ-որ ճառագայթներ են լինում, դրանք հիմնականում արտաքուստ, absolուտ ներքին ընկալմամբ կարող են դրսևորվել որպես օրինակ ավելի կոնտրաստային տեսնել իրականություն, այլ ոչ մենք տեսնում ենք, մենք ինքը ավելի պայծառանում է, ավելի կոնտրաստային է դառնում, ոչ թե շղարշի նման, այլ հստականում է ամեն ինչ, ոնց որ լույսերը միացնում։ Նման բաներ կան մարդիկ, որ դալիճում են մարդիկ գլխով անում են, այսինքն կան նման դեպքեր լինում է։ Ուրեմն ամեն ինչ չի, որ կորցրել ենք, ուրեմն դեռ հնարավորություն ունենք հասկանում ենք ինչի մասն է։ Ուրեմն առաջի գաղափարը, ոնց որ ասեցի, պետք է հասկանալ, որ մենք քնի մեջ ենք, քնած ենք, գիտակցել, որ մենք քնած ենք, երբ որ դա գիտակցում ենք, մենք սկսվում է հաջորդ էտապը, ընդհանրացված ինքը կոչվում է այս աշխարհի հետ ինչ-որ բան են չի, բոլորը տենց են անկարակ շրջարակից սկսած։ Իրականում ինչ է տեղի ունենում, մարդը սկսում է ուշադրություն դարձնել իր վրա, մեկի ասում է, ախր որոշում կայացնելուց մի հատ նայում եմ աջ ու ձախ, մի հատ տերան մնացածը ինչ կարծիք է, նոր իմ կարծիքը հայտնեմ, այսինքն սպասում եմ, որ ինչ-որ մեկը կամ այո կամ ոչ ասի, որպեսզի ես նոր իմ կարծիքը հայտնեմ, գործողություն անելուց առաջ, խոսք ասելուց առաջ, լինում է, որ չգիտակցված վախեր ենք ունենում, գործում ենք, սովորական մեր առօրյա ապրում ենք, բայց ինչու մի բանից անընդհատ խուսափում ենք, հետո երբ որ սկսում ես խորանը, բարձում ախր վախ է, ինչ-որ բան շրջանցում ես, օրինակ չգիտեմ, ես ինչ փողոցով չես քայլում, փոքր ժամանակ ինչ-որ բան է տեղում, ես մեջդ մտածա անգիտակցական վիճակում շրջանցում ես այդտեղ։ Մեկը սկսում է փայլատակում, որ ոնց ես այդպես վախում եմ դրա հետ կապված։ Կամ չգիտեմ, մեկ էլ տեսնում ես, որ որոշում կայացնելուց ցանկություններ, ինչ-որ կարծրացած ցանկություններ կա, որ այ սիրում եմ սա, դրա համար միշտ ընտրում եմ սա, բայց երբ որ խորանում ես, ասում ես ինչ եմ սիրում, ինչ եմ դրա սիրելը որն է, իներցիայով միշտ նույն ընտրությունն եմ անում, ասենք մարդը գնում է նույն տեղը ռեստորան, ապրում է միշտ նույն բառով, ընտրություն չի կատարում, սովոր է, այդպես հեշտ է, մենյու էլ չի վերցնում, ինքը ցուցադրական ասում է, ինձ վերեք սա, կարծես թե ինչ-որ բան։ Էլի անգիտակից այդ բոլոր երևույթները մեզ հուշում են, որ մենք այդ պահին ինչ-որ անգիտակից գործողություն ենք, ավտոպիլոտնա միացած ավտոմատիվ ենք։ Պայծառացման այդ երևույթը ուղղակիորեն կապված է մեր ուշադրության հետ։ Ինչի է մեր միտքը թռվռում, որովհետև մեր ուշադրությունը վարժված չի և չի կարողանում կենտրոնանալ ինչ-որ մեկ օբյեկտի վրա։ Պայծառացման ժամանակ օգտագործում են տերմին, որը կոչվում է իմաստուն ուշադրություն։ Ճիշտ ընկալում ունենալու պարագայը, правильное восприятие, правильное внимание։ Մենք ունենք ևս մի հատ հատկանիշ, մեր փսիխիկան ունի ևս մի հատ հատկանիշ, որը հետևում է ուշադրությանը, հետ էլ ռուսերեն ասում են бдительность следит за вниманием, հայերեն հավանաբար բդիցիլնի երևի սթափությունն է, որ սթափ հետևում ես ուշադրությանը, չեմ կարող պնդել, որ հենց ճիշտ ճշգրիտ բառն է, որ հոգեբանները օգտագործեն, բայց դա դրա է։ Այսինքն տեսեք, մենք ունենք մի հատ ֆունկցիա, որը օբյեկտի վրա է կենտրոնացած եւ օգտագործում ենք այդ ֆունկցիան, որը կոչվում է ուշադրություն, որպեսզի օբյեկտից չշեղվենք, բայց մեկը շեղվում ենք։ Այ որ շեղվեցինք, դրա համար պատասխանատու է արդեն սթափությունը, որ նորից վերադարձնենք մեր ուշադրությունը այդ օբյեկտի վրա։ Варжված չի միտքը։ 7 факторов просветления, պայծառության 7 գործոնները կենտրոնում ունեն осознанность, ինքնագիտակցությունը։ Մնացած 6 գործոնները բաժանված երկու զույգերի, ասպեկտների ուղղակիորեն նպաստում են, որ մեր ինքնագիտակցությունը լինի կենտրոնացված եւ հավասարակշռված։ Ինչ է տեղի ունենում, նախ բացատրեմ, հետո փորձենք իրենց անվանենք։ Պատկերացնենք, ասես մի հատ շրջան, մեջտեղում գտնվում է ինքնագիտակցությունը մեր,
Զուտ վիզուալիզացիա ենք անում, դերշտության համը չի իրականության հետ կտենց ապրնապես կապ չունի։ Տեսնում ենք, որ ինչ-որ մի պահ մեզ ստապեցնելու պարագայում, եկեք զգում ենք, որ մենք օրինակի համար շատ լուրջ ենթադրենք հրճվանքի մեջ ենք։ Էմոցիաները տենց շատ ուժեղ են մեր մոտ, մենք ինչ-որ այդպես հրճվանքի մեջ ենք։ Սովորական վիճակում մենք դրա ուշադրություն չենք դարձնել, նույն հակառակը մենք կկերակրենք այդ զգացումը, որտեղ շատ լավ դուրեկան էմոցիա է, ադրենալին արտադրվում է, դուրեկանը, հենց մի բան կուժեղացնենք։ Զուգահեռ օգտագործենք խմիչք եւ այլն, ինչ-որ մի բան օգտագործենք, որպեսզի ուժեղացնենք այդ բանը։ Հոգեվոր ճանապարհի վրա, եթե մենք հասկանում ենք, որ դա հավասարակշռվածությունից դուրս երևույթ է, մենք պետք է իրեն վերադարձնենք կենտրոն։ Ոնց վերադարձնենք։ Մենք ունենք այդ հրճվանքի հակակշիռը, որը կոչվում է հանգստություն։ Եթե մենք նկատեցինք, որ մեր մոտ այդ հրճվանքը շատ ուժեղ է եւ մեզ տանում է, մենք ուշադրություն ենք դա, մենք ակտիվացնում ենք, այլ միացնում ենք հանգստությունը եւ ինքնագիտակցությունը բերում ենք նորից կենտրոն։ Եվ հակառակը, եթե մենք տեսնում ենք, որ շատ հանգիստ ենք արդեն պտության հասնող, մեզ պետք է ինչ-որ էմոցիոնալ ակտիվություն, որպեսզի այդ վիճակից դուրս գանք եւ տեղափոխվենք նորից կենտրոն։ Որոշ դեպքերում մենք ինտուիտիվ որոշ բաներ անում ենք, իհարկե դա այն չի, ինչ որ պրակտիկաներով նկարագրված է եւ տրվում է, բայց ինտուիտիվ մենք այնպես բաներ անում ենք։ Ընկերը որ մեր ընկերներից մեկը որ նմատախոր ասում ենք, արի գնանք մի հատ քեֆ անենք, ուրախացնենք քեզ։ Կարծես թե կոմպենսացնում ենք, բայց դա չի, դա արտաքին է, իսկ մենք խոսում ենք ներքին երևույթների մասին, ընդ որում գիտակցական, ոչ թե արտաքին կամ ավելի վատ մանիպուլյացիոն ընդհանրապես բացառեք, որտեղ դա ազատ կամքի արտաքնման դեմ է։ Օրինակին բերած այդ օրինակը, հրճվանքն ու հանգստությունը, դա կոչվում է ասպեկտ отношения, այսինքն վերաբերմունքի ասպեկտ։ Մենք ունենք դրա նման եւս երկու ասպեկտներ։ Մեկը իմաստության ասպեկտն է, որը իր ակտիվության մեջ կոչվում է ուսումնասիրություն, երբ որ մենք ակտիվ ուսումնասիրում ենք օբյեկտը։ Եվ դրա պասիվ վիճակը, իր հակադիր ակտիվի, ավելի շատ անվանում ենք ընդունում հանգստություն այդ տեսակետից, երբ որ մենք իրավիճակին չենք փորձում խառնվենք կամ ինչ-որ որևիցե գործողություն անենք, ոչ խոսքով, մտքով կամ մարմնով, այլ պարզապես ընդունում ենք այն, ինչ որ կա։ Շատ դեպքում օրինակ այս իրավիճակում մարդիկ իմ նկատառումները ասեմ, այսա քիչ են օգտագործում, ավելի շատ փորձում են կենտրոնանալ ինչ-որ մի բանի վրա ու չեն կարողանում դա բաց թողեն ու հանգստության վիճակի գալ։ Սա այդ հավասարակշռությունն է։ Ու նույն ձևի հակառակը, երբ որ շատ պասիվ վիճակ է, ուրեմն պետք է հակառակը, ասենք կարող է մեդիտացիայի վրա բերենք օրինակը, կարող է քնքոտություն լինի, շատ ես թուլացրել միտքդ, այդ պարագայում հակառակը պետք է մի քիչ ավելի էներգիա փոխանցես, ակտիվություն փոխանցես, որպեսզի նորից ինքնագիտակցությունը տեղափոխես հավասարակշռության կենտրոն։ Եվ երրորդ ուրեմն ասպեկտը կոչվում է կոնցենտրացման կամ կենտրոնացման ավելի շատ ուրեմն ասպեկտ, որը իր ակտիվության մեջ խիստ սուր կենտրոնացումն է իր օբյեկտի վրա եւ դրա ուրեմն absolut հակառակը գներություն։ Կենտրոնացման ակտիվ կտորը դա էներգիայի ջանքի գործադրման միջոցով ուրեմն կենտրոնացումն է, իսկ սովորական կենտրոնացումը իր պասիվ մասն է։ Սրա շուրջ կառուցված է մեդիտացիաների որոշ մասը, ոչ միայն մեդիտացիայի ընթացքում, այլ նաև խորհրդատրվում կյանքի ընթացքում մեր առօրյայի մեջ սա կիրառենք, կամ պրակտիկաներ, որը սովորեցնում են ոնց է դա պետք է անել, ընդհանրապես կա ոսկե կանոն, պրակտիկան պետք է լինի անընդհատ, ոչ թե միայն մեդիտացիայի ընթացքում, այլ անընդհատ։ Նույնիսկ գիշերը, նույնիսկ քնած ժամանակ այդ պրակտիկան պետք է լինի անընդհատ։
Սա ինչ վերաբերվում է պայծառացման եւ պայծառացման այն կտորին, որը ուղղակի ուշադրության հետ է կապված եւ ինքնագիտակցության հետ է կապված։ Ընդհանրապես տեղ մի հատ լավ ինքս իմ համար հիշելու համար բաներ գրառում էի արել։ Պետք է հասկանանք, երբ կապենք ուղղակի զարգացման հետ, թե չէ կարող է տպավորություն ստեղծվի, հա ինչ անենք, ինչներից է դա պետք է նա ավտոմատում ունենք, ուրեմն բնությունը մեզ դա տվել է, այնտենց օգտագործենք։ Պետք է հասկանանք, որ զարգացումը, իրական զարգացումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ որ մենք ինքնագիտակից ենք, երբ որ մենք ինքնագիտակից չենք, այդտեղ զարգացում տեղի չի ունենում, դա տեղի է ունենում բթացում եւ նույնիսկ որոշ դեպքերում ինվոլյուցիա եւ ոչ թե էվոլյուցիա։ Դրա համար հոգեվոր տեսակետից այդ պարտադիր է։ Ուրեմն նայեք, ոնց որ համ վերնագիրը պայծառացում ազատագրում, լուսավորում, աստվածացում, արթնացում բառը նաեւ կա, եւ այս ամեն ինչ որ Գարիկը պատմեց, գուցե մարդկանց մոտ հարց առաջացնի, իսկ ընդհանրապես դա ինչի համար է պետք։ Ասենք մեր համար խաղ ապրում ենք եւ ասենք ով ասեց, որ դա պետքա լինի։ Նայեք, ոնց որ նյութական աշխարհը ինքը շատ կարծրացած է եւ մանավանդ ժամանակակից կյանքի հոսանքը մեզ տանում է այն ուղղությամբ, որ իսկապես զարմանալի չի լինի, եթե այդպես հարցեր հնչեն։ Բայց նաև խնդիրը նա է, որ մարդը ունի նաև ներքին կանչ, ներքին ծարավ, որ կընտրում է հոգևոր զարգացում։ Այսինքն գալիս է մի պահ, որ մարդը ինչքան էլ թվում է անհոգ ապրում, կամ ինչքան էլ թվում է, որ ինքը չի տառապում, այս իր կյանքում ամեն ինչ լավ է, գալիս է մի պահ, որ նույնիսկ եթե կողքինների տառապանքը իրան աչքերը չի բացում, գալիս է մի պահ, երբ որ ինքն անկնում տառապանքի մեջ, քանի որ արևելյան ուսմունքներում տենց մի հատ կա պատմություն էր, որ վաղ թե ուշ ոնց որ գալիս են հիվանդություններ, անգամ եթե հիվանդություն չի գալիս, գալիս է ծերություն, անգամ եթե մենք դա չենք տեսնում, ոնց որ մեր հարազատների մահը, ոնց սկսում է մարդկանց մոտ հարցեր առաջացնել կյանքի իմաստի, ընդհանրապես ինչի ենք ծնվել եւ ուր են գնում եւ ամենակարևորը որն է մեր կյանքի նպատակը։ Քրիստոնեության մեջ Սուրբ Հայրերի գրվածքներում եւ ընդհանրապես Քրիստոսի ուսմունքը ասում է, որ կյանքի նպատակը եւ ոնց որ կյանքի իմաստը այդ աստվածանալն է։ Աստվածանալ բառը հենց քրիստոնեական տերմին է, ինքը քրիստոնեական այդ հայրապետական ուսմունքում տեոսիս բառն է, որը տարբեր ձևերով է սրբերը մեկնաբանում, ասում են կամ Աստծու հետ միանալ, կամ աստվածանմանեցում, կամ Աստծու էությունը մեր մեջ բխի, մեր եսը արթնանա, սրբանալ, դառնալ Քրիստոս, դրանք բոլորը նշանակում են աստվածացում, դառնալ աստված, նմանվել Աստծուն։ Բայց ոնց որ Պողոս առաքյալն էր ասում, տենց նամակներ ունի ինքը տարբեր, հռոմեացիներին ասում էր, քանի որ մենք ընկալում չունենք, ինչ է նշանակում Աստված, ոնց որ մենք չենք էլ կարող ասել ինչ պետքա դառնանք, առնվազն մենք գոնե մի փոքր ընկալում ունենք ինչա Քրիստոս, գոնե պետքա ոնց որ կարանք իմանանք ինչա նշանակում դառնալ Քրիստոս։ Ու իսկապես այդ Աստված բառը, որ մենք շատ օգտագործվում է տարբեր մշակույթներում, հատկապես քրիստոնեական մարդկանց ընկալումը դա շատ դժվար է, որովհետև մարդ չի կարող ամբողջական պատկերացում տալ։ Ճիշտ է, ոնց որ իրան դրա համար օգտվում ենք արևելյան ուսմունքներում շատ լավ տրադիցիա կա, որ ասում են նաև ինչ որ բառեր, որ կարողանան մոտավորապես բնութագրեն, օրինակ ասում են առաջնային սկիզբը, ոնց որ первопричина, բարձրյալ, կատարյալ, միակ, աշխարհաստեղծ բառեր են ասում, որ ու այդ բոլորի տակ նկատի ունեն Աստծուն։ Հիմա ինչ նաև sense շատ կարճ իմ տեսանկյունից կասեմ ոնց որ պայծառացման ազատագրման այդ ընկալումները ու ավելի մանրամասն կանդրադառնամ աստվածացմանը։ Իհարկե տարբեր մեկնաբանություններ կարող ենք տալ, բայց տրադիցիոն ձևով պայծառացումը նկատի ասելով նկատի ունենք, երբ որ
ինչ-որ հարցերի շուրջ մեր մոտ պայծառություն առաջ գալիս։ Այսինքն, եթե առաջ ինչ-որ հարցեր փակ են, դրանք կլինեն մեզ վերաբերող թե աշխարհաստեղծմանը, թե ցանկացած, ոնց որ մենք չենք տեսնում իրերի իրական բնույթը, այդ կապը, պայծառացման ժամանակ արդեն մենք կարող ենք ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել, բայց ոնց որ դեռ դրանք ինչ-որ sense հələ խավարի մեջ են, փոքր պայծառացումներ կան, բայց դրանք ամբողջապես լույսի մեջ չեն, իսկ ասենք լուսավորվելը արդեն երբ որ այդ հարցերի պատասխանները ոչ միայն գտնում ենք, այլև դրանց վրա ոնց որ լույս է սփռվում, ավելի խորքային ենք կարողանում նայել, այսպես ասած Աստծո լույսը, էլի դժվար է պատկերացնել այդ որն է, բայց Աստծո լույսը մեր մեջ է լինում ու այդ հարցերի վրա էլ ընկնում է այդ լույսը ու վերջապես նաև ազատագրումը, որ արդեն լրիվ մթագնածությունից է ազատագրվում, այսինքն լրիվ խավարից, լրիվ լույս է։ Նաև կար արթնացում տերմինը, որը պայծառացման ինչ-որ էտապներից մեկն է, Գարիկը, որ ասեց արթնանալ, ոնց որ երազում արթնանում ենք, տենց էլ շատ ուսմունքներում շատ նշվում է, որ մեր կյանքը իլյուզիա է եւ ոնց որ երբ որ արթնանում ենք, երբ որ իրերի բնական ոնց որ իմաստն ենք տեսնում կյանքի, նշանակում է արթնանում ենք, իհարկե դժվար է այդ կոնցեպտները ընդունել, քանի որ հենց բուդդաներ էր ասում էր պայծառացման մասին, մենք չենք կարող sense հստակ տեղեկություն ասել, քանի որ դեռ չգիտենք ինչ բան է, երբ որ կպայծառանանք, նոր կկարողանանք ասել դա ինչ է, ու եւ sense մի հատ շատ լավ պատմություն կա այդ արվելյան ուսմունքների մասին անպայման ուզում եմ ձեզ հետ կիսվել, ուրեմն աշակերտը երկար ժամանակ իր ուսուցչի մոտ պրակտիկաներ անում մեդիտացիան եւ մի անգամ երազ է տեսնում, որ ինքը թագավոր է ու տենց շատ լավ էմոցիաներ է ունենում հպարտության կառավարելու արթնանում է ու այդ էմոցիաները դեռ սկսում են շարունակվել կյանքում ու ինքը չի հասկանում որն է իրականը, հետո նորից քնում է, այս անգամ տեսնում է, որ ինքը ստրուկ է տառապանքների մեջ, որ իրան տանջում են, ինքը իրական քիչ ունի եւ էլի արթնանում է, հիմա էլ այդ տառապանքներն են գալիս ու գնում է ուզում է ուսուցչի հետ կիսվի, էլի ասում է ուսուցիչ ես թագավոր եմ այդ էմոցիաները հետո ասում է ստրուկ եմ, ասում է հետո էլ արթնացա, լրիվ տեսա, որ ոնց որ վանական եմ, ասում է հիմա ինչ անեմ, տենց ուսուցիչը փայտով ուժեղ տալիս է գլխին ու ինքը տեղ պայծառանում է, ոնց որ տեսնում է իրական։ Դուրը տեկել։ Իմ սիրած մեթոդը այդ սիմվոլիկա, նայեք, այդ հարվածով տալը, այդ շատ սիմվոլիկա, ուսմունքներում դրա մասին խոսվում է, այսինքն պիտի մեր կյանքում ինչ-որ առիթ լինի, մեր բնույթ, ուղղակի մարդկային բնույթ ես մեր աշխարհը, որ արևելյան ուսմունքին հաճախ սամսարային ասում, այսինքն պտույտ, անդադար պտույտ, այդ իր իներցիան է, այսինքն եթե չլինեն այդ մեզ արթնացնող հանգամանքները, մենք շատ երկար ժամանակ չակերտավոր քնած կմնանք, արթնացնող հանգամանքները մի քիչ առաջ իմ ասած ծերություն, մահ, պատերազմներ, տարբեր հանգամանքներ, եթե մեր ոնց որ կարման լավն է, կարող կան լավ հանգամանքներ, օրինակ տենց էլի պատմում որ Բուդդան ինչ-որ մի աշակերտ է մոտենում, երկար չպատմեմ, ոնց որ իրան լոտոսի ծաղիկ է ցույց տալիս ու ինքը պայծառանում է, բայց ասենք այդ լավ կարմայով էլ նաև կարելի պարտադիր չի, ուստեղ այդ փայտի հարվածը դա սիմվոլիկ է, դա նշանակում է պիտի լինի ինչ-որ մի բան մեր առօրյայից մեզ հանող, ոնց որ Գարիկը որ պատմել չէ, մենք սովորել ենք, sense ճանապարհը գնում ենք ու ասենք դա ես նույնիսկ մարդ կար, որ այս նկարը չկար, դասին հետո այս նկարը կար, մտավ, հետո այս ասի նկար, այդ նկարը ինքը չէր տեսել, այսինքն այնքան բանի տակ ենք, այսինքն սովորել է, որ ինչ-որ բանը իր տեղն է, այդ էլ չի նկատել, ու այդ լինում է բոլորիս հետ, տարբեր չափերով, հիմա ինչ վերաբերում է նորից վերադառնանք աստվածացմանը, նայ Քրիստոսը, որ իր ուսմունքը տվել է, հենց տվել է նրա համար, որ մարդը գնա աստվածացման, այսինքն կոնկրետ եղել է եւ ուսմունք, եւ մեթոդներ, եւ փոխանցման ձևեր, դրան որ հաճախ ասում են Քրիստոս դառնալ, ինչա նշանակում Քրիստոս դառնալ Աստծու նման, բայց մյուս տեսանկյունից էլ դա նա է, որ ոնց որ դառնում են Սուրբ Երրորդության անդամ, ուղղակի մեր քրիստոնեության այդ տրադիցիայի մեջ մի քիչ աղավաղվել է այդ գաղափարը այն առումով, որ
գնալով մարդկանց նենց է տրվում ուսմունքը, որ մարդիկ չեն հավատում, որ սովորական մարդը կարա դառնա Քրիստոս, այսինքն մտածում են դա միայն ինչ-որ ընտրյալի հնարավորություն է, մինչդեռ այդ Քրիստոսի տված ուսմունքին այդքան էլ չի համապատասխանում, որովհետև և Քրիստոսը և բոլոր ուսմունքներում էլ վեհ էակները մշտապես եկել են մարդկային տեսքով, ֆիզիկական մարմնով, որպեսզի հենց ցույց տան, որ կարելի է պայծառանալ, լուսավորվել, դառնալ Քրիստոս կամ դառնալ Բուդդա կամ ուրիշ այլ բառով կարող ենք ասել, հենց այս ֆիզիկական մարմնի մեջ։ Պարզապես պետքա ոնց որ կարողանալ ոչ թե դա ինչ-որ պայծառությունը արտաքին մի բան է, որ գալիս է մեր վրա նստում է, այլ դա ոնց որ մեր միջից բացվում է, մենք ոնց որ պոտենցիալը ունենք, նայեք ոնց որ սրբերից մեկը հայտնի սրբերից, որ նաև հայկական եկեղեցին է ընդունում, ասում էր, որ շատ հայտնի բան է, ֆրազա է, դուք էլ կիմանաք, ասում էր Աստված մարդացա, որպեսզի մարդը աստվածանա, և այդ արտահայտությունը տարբեր սրբերի մոտ, հատկապես երկրորդից 4-րդ դարերում, տարբեր ձևերով հանդիպում ենք, ոնց որ մեկ ուրիշն էլ ասում է, որ Աստծո որդին մարդացա, որպեսզի մենք իր միջոցով աստվածանանք, այսինքն ոնց որ միշտ այդ Քրիստոսը նաև կապն է, քանի որ մենք Աստծուն չենք կարողանում ընկալել, գույնը իր միջոցով են կարողանում ընկալել։ Իսկ եթե բուն խոսելու լինենք ոնց որ այդ ուսմունքի աստվածացման մասին, ինքը եռաստիճան sense բուրգի համակարգը, բուրգի գագաթում աստվածացում տերմինն է, բայց մինչև աստվածացումը ոնց որ գոյություն ունի մաքրագործում մեղքերից, երկրորդը ոնց որ միտքը լուսավորվել, Աստծո լույսը ընկնել, երրորդը արդեն միանալ Աստծո հետ ու այդ բուրգերի գագաթնակետը արդեն աստվածանալն է։ Աստվածանալը նաև սրբանալ տերմինի հետ են օգտագործում, ենք շատ մոտ են, բայց ոնց որ սրբերից մեկը բացատրում է, դա շատ հետաքրքիր բացատրում, որ ոնց որ աստվածանալը այդ գործ ընթացքն է, որ գնում ենք, իսկ սրբանալը այդ արդեն վերջնական ոնց որ արդյունքը և անպայման ստեղ պետք է նշել, որ ոչ միայն այդ քրիստոնեական սրբերի հայրերի մոտ, այլ նաև հենց առաքյալների մոտ էլ, հենց նույնիսկ այդ 4 Հովհաննես առաքյալի մոտ կոնկրետ և տաղարարներում մշտապես նշվում է, որ մարդու էությունը և Աստծո էությունը անբաժան են, ոնց որ Հովհաննես առաքյալի գրվածքներում նշվում է, որ բառերով կարող է տենց հենց բառացի չասեմ, բայց իմաստը, որ ասում եմ, ես և դու Տեր ոնց որ մեկ ենք, բարձրյալի հետ է, ոնց ասում դու իմ մեջ ես, ես քո մեջ եմ, ոնց որ ուրիշներն էլ լինեն իմ մեջ և հավատան, որ դու ինձ ուղարկեցիր։ Այսինքն այդ քրիստոնեության ուսմունքը մշտապես իր մեջ ունի այդ մոտեցումը հասկացությունը, որ մեր էությունը անբաժան է Քրիստոսի էությունից, Քրիստոսի էությունն էլ անբաժան է ոնց որ բարձրյալի էությունից, պարզապես պետք է ձգտումով մարդը մոտենա կատարելության, իհարկե դա sense մի անգամից չի լինում, ինչքան էլ ասենք օրինակ արևելյան ուսմունքներում sense արտահայտություն կա, եւ լսած կլինեք, որ ասում են բոլորը ունեն Բուդդայի էությունը, եւ շատ մարդկանց դա տանում է նրան, որ ասում են դե ոչ մի բան չեն կանի, նույնիսկ մեդիտացիա չեն կանի, նույնիսկ լավ գործողություններ չեն կանի, քանի որ մենք ունենք Բուդդայի էությունը, բայց դա այդքան էլ տենց ուղիղ պետք չի ընկալել, դա ավելի շուտ նման է, որ ոնց որ խնձորի կորիզը ունի իր մեջ բոլոր հատկությունները, բայց ինքը հələ խնձորի պտուղը չի, ու այդ նույնն է նաեւ մեզ է վերաբերվում։ Ես կարծում եմ աստվածացման մասին այսքանը, խոսքը փոխանցեմ, հետո կավելացնեմ։ Հիմա խոսելու ենք բուդդիստական կոսմոլոգիայից, որ աշխարհների են բաժանել, ու այդ ամեն աշխարհում ապրում են ինչ-որ տեսակի էակներ։ Բայց մինչև այդ կուզեի խոսալ, вообще ով է գալիս դեպի ինչ-որ գիտելիք, ով է ձգտում դեպի գիտելիքը, այն մարդիկ, ովքեր այս մի քիչ կոպիտ ասված, բայց բոլոր այդ աշխարհներով անցել են, ու հասկացել են, որ այդ բոլոր աշխարհներում էլ վերջնական իմաստ գտնելը
Մեկին փորձով ես այդ զգացումը շատ ուժեղ դեպրեսիայի հասնող եղել է, երբ որ ես ընդունվեցի համալսարան ու հասկացա, որ հա ինչ վերջը։ Ու պակասում էր ամենագլխավորը, այսինքն ամեն ինչ կար, բայց ամենագլխավորը չկար։ Ու մնացածը իմաստազրկվում էր, ավտոմատ իմաստազրկվում էր։ Ու այն մարդիկ, ովքեր ձգտում են գիտելիքից, գիտելիքը այդ ուղին բռնելու ճանապարհն, որ ասում ենք պայծառացումը ինչ-որ sense շատ վերացական բան է թվում, բայց գիտելիք, որ ասում ենք, արդեն ինքը ինչ-որ մատերիալիզացիա է ստանում, գիտելիքը բռնել ու գնալ այդ ուսուցչի գիտելիքի հետքերով։ Հիմա այդ 6 աշխարհներից խոսենք, թե որտեղ ենք մենք եղել շատ երկար միլիոնավոր տարիների ընթացքում։ Բաժանում եմ 6 մասի, հիմնական 6 մասի, որոնք ունեն նաև ենթաբաժիններ, բայց այսօր խոսելու ենք այդ հիմնական 6 աշխարհների մասին, որոնք իրենց հերթին ինչ-որ մթագնության սիմվոլ ունեն ու ունեն իրանց իմաստության սիմվոլ։ Ամեն աշխարհը ոնց որ արտացոլում է ինչ-որ էներգիա։ Երևի ներքևից սկսենք, որ ինչ-որ վատով չավարտենք, եկեք դժոխքներից սկսենք, դե բոլոր տեղերում է կա, մեր մոտ էլ կա, քրիստոնեության մեջ էլ կա, երևի տենց կրոն կամ մեծ կրոն չկա, որտեղ չլինի այդ գաղափարը դժոխքի։ Դժոխքներում հիմնականում ջղայնության էներգիան է տիրում, այնտեղ էակները այնքան ջղայնության մեջ են, որ իրանք չեն հասցնում անգամ մտածել մի փոքր, ինչ-որ մի ուղի գտնել ու տեղից դուրս գալու մասին, դրա համար են ասում երբեմն, որ դժոխքներից ելք չկա։ Ոչ թե որ իրոք ելք չկա, այլ այդ էակները այնտեղ գտնվող այնքան են տարված այդ դժոխային էներգիա, մենակ ջղայնություն չասենք, էլի, որ ասում ջղայնություն մեզ չմենակ է դա։ Այդ դժոխային էներգիան է, որ իրանք անգամ մտքի ծայրով չի անցնում, որ ինչ-որ մի հատ այլ բան գոյություն ունի։ Անցնենք մյուս աշխարհին, դրան ասում են պրետերի աշխարհ կամ սոված հոգիների աշխարհ, շատ նման է էլի դժոխքներին, էլի բայց ոչ այդքան արտահայտված է, այսինքն դժոխքներն պատկերացնում ենք մենք կայծոլի մեջ ինչ-որ մեկին վառում եք ու մուտում են, սոված հոգիների աշխարհում ուղղակի իրանք այնքան ագահության էներգիան շատ է, որ չեն բավարարվում ոչ մի բանից։ Ամեն ինչը քիչ է, իրանց փորը նկարում են շատ մեծ, ասում են սարի չափ է, իսկ կոկորդը ասեղի չափ, ասում են չեն կարում ոչ մի բան կուլ տան, ինչ է որ հանկարծ միամիտ կուլ է գնում, ասում են ստամոքսի կրակ են կան ուժեղա, որ ճանապարհին վառում է, քիչ չեն է զգում ոչ մի բան։ Մի խոսքով, այս նկարագրություն ուղղակի արտաքին բաների, որ պատկերացնեք, սենց ավելի դրական բաների մասին ենք խոսում։ Ջղայնություն, ագահություն հիմա երրորդ աշխարհը ներքևից այդ կենդանիների աշխարհն է։ Կենդանիների աշխարհում դիմա տգիտությունը։ Դե կենդանիների աշխարհը եւ մարդկային աշխարհը այդ ֆիզիկական աշխարհներ են, որոնք մենք տեսնում ենք։ Մնացած 4-ը դրանք ավելի նուրբ պլանում գտնվող բաներ են, որոնց ապացույցը վերջում կասեմ իմ ընկալմամբ, որ դա շոշափելի բան է, էլի ուղղակի օդից վերցված չի։ Կենդանի աշխարհում տգիտությունն է, այն պատճառով, որ իրանք շատ բթացած տգիտության մեջ ընկած վիճակում են։ Այսինքն չունեն վառ արտահայտված ինտելեկտ, չունեն վառ արտահայտված մտածելակերպ, վառ արտահայտված ուղղորդված էմոցիաներ։ Իրանց մոտ բնազդային է այդ ամեն ինչը։ Մյուս աշխարհը այդ մարդկային աշխարհն է։ Մարդը ոնց որ sense միջանկյալ աշխարհ է, ինքը ոչ բարձր է, ոչ ցածր է, ինքը մեջտեղում է ու իր առավելությունն է նաև, այսինքն գտնվելով մեջտեղում, միշտ մեջտեղում ավելի բարենպաստ է, այսինքն եթե դժոխքները պատկերացնենք որպես շատ աղքատ, բարձր աշխարհները շատ հարուստ, երկուսն էլ շատ շեղող բաներ ունեն, որ էակը չկարողանա ընկալի ինչ-որ ճշմարտության մասնիկ։ Իսկ մարդկային աշխարհը որպես միջանկյալ աշխարհ ինքը հնարավորություն է տալիս, որ դու վերջի վերջո ընկալես այդ ամեն ինչը ու անիմաստության զգացումը վերջի վերջո գա ու դու ձգտես ինչ-որ ավելի։ Մարդկային հիմնական մթագնությունը այդ կապվածություններն են ու կրքերը որպես կապվածությունների արտացոլում։ Մյուս աշխարհը այդ ասուրներն են։ Ասուրներ մեր մոտ կարանք արևմտյան տրադիցիայում իրանց կարանք ասենք տիտաններ,
շատ հզոր էակներ, ովքեր առանձնապես չեն աչքի ընկնում իրանց սիրո դրսևորումներով։ Իրանք ավելի ինչ-որ ռազմատենչ, նախանձի մեջ, իշխանատենչ էակներ են։ Իրանք անդադ պայքարի մեջ են դիցերի հետ։ Հունական փիլիսոփայությունում, որ նկարագրում է տիտանների ու աստվածների պայքարը, հենց այդ է, որ նախանձում են տիտանները աստվածներին, ուզում են այդ Օլիմպոսը գրավեն։ Մյուսը դա արդեն երևի հասկացաք, դիցերն են, աստվածներն են, բայց աստվածներ բան իմաստով չէ, էլի քրիստոնեական իմաստով աստված մի հասկացեք, այլ բազմաստվածության իմաստով աստվածներ, դիցեր։ Իրանց մոտ հպարտությունն է ամենաշատը զարգացած, մթագնությունից արտահայտված, ավելի ճիշտ, ու իրանց մոտ էլ այդ, ասենք, շատ երանելի վիճակներում են իրան անդադ, ու իրանց մոտ է խնդիրը նրանում, որ այդ երանությունը այնքան շատ է, որ իրանք չեն կարողանում ընկալեն անցողիկությունը, անիմաստությունը ու դիցերի ամենամեծ բացասական կողմերից է, որ օրինակ ենթադրենք ինչ-որ դից սկսում է արդեն անկում ապրել, որտեղ դիցերը հավերժ չեն ընդեղ, իրանք ունեն ինչ-որ երախտիկների քանակ, որից հետո, մարելուց հետո իրանք ընկնելու են շատ ցածր աշխարհներ։ Ու դիցը ինքը մի քիչ պայծառատեսություն ունի, ինչ-որ չափով, ինչ-որ ժամանակ շուտ ինքը սկսում է տեսնել ու շատ ուժեղ տառապանքի մեջ է ընկնում։ Ես նրա համար եմ պատում, որ ոչ մեկ չձգտի ինչ-որ նման էներգիաների։ Ու քանի որ իրանց մոտ այդ հոգատարության, սիրո, կարեկցանքի էներգիաները բացարձակ չկա, իրանց կարող է երեխայից, ընկերոջից վանվեն, իրան մենակ թողեն, ինքը փդի, ու այդ փդելու process-ը ինքը ասում սկսում է իրանց վրայից հոտ գալ, ես իմ ինչ բան, ոչ մեկ հոգ չի տանում, մենակ է մնում, ու սենց դաժան ինչ-որ վերջաբան են ունենում վերջում էլի։ Ես 6 աշխարհները կարճ նկարագրություններ, ու որ ասում է ենթաաշխարհներ ունեն, իհարկե իրանք ունեն ենթաաշխարհներ, բայց եկեք սենց վերցնենք մեր աշխարհի վրայով մենակ, որ մեր աշխարհում այդ 6 աշխարհները ինչ-որ ձև արտահայտված են։ Ասենք դիցերի աշխարհը որը կլինի մեր աշխարհում։ Հա, էլի ասենք շատ մեծ գոռոզության մեջ ընկած մարդիկ, որ լրիվ դաժան չեն, բայց եւ ասենք օրինակ շատ հայտնի աստղերը, ռոք աստղերը, իրանք մարդիկ իրանց համար ինչ-որ մժերներ են, էլի։ Կամ շատ հարուստ մարդիկ, իրանք մարդկանց չեն վերաբերվում որպես իրենց հավասար, էլի։ Իրանք շատ ցածր են, մարդիկ շատ ցածր են համարում մարդկանց։ Ասուրները այդ ասենք քաղաքական գործիչներ, հոգևորականություն որոշ շահումով էլի, իրանք այդ էներգիան են կրում մարդկանց հանդեպ իշխանությունը։ Դե մարդկանց աշխարհ են կարանք ասենք միջին վիճակագրական մարդ, կենդանական մարդիկ օրինակ կարակ օրինակ մեկ մարդիկ կան, որ նայում ես աչքերի մեջ ոչ մի բան չի ասում, այդ ինչ որ սենց կարող է նոր է ինքը մարդ դառել, ինչ որ էակից նոր է մարդերը, հենց չի հասունաց ինքը, դե սոված հոգիները պատկերացրեք, ասենք բրազիլական ֆավելաներն են, որ ինչ որ շատ սենց վատ տներ, մռայլ վիճակ այդ էներգիաների մեջ են, իսկ ենթադրենք դժոխներն են Աֆրիկայի կամ Բանգլադեշի ամենածայրահեղ վիճակում գտնվող մարդիկ են, որ չնայած կարելի է իրանց սոված հոգիների հետ է համատել, բայց մի խոսքով են դաժանագույն վիճակները պատկերացրեք, որ մենք ասում ենք օրինակ 100 տարի առաջ ցեղասպանություն եղել, Աֆրիկայում հələ տենց բաներ կա, ասենք դա դժոխքներ համարենք, սիմվոլիկ։ Հիմա որ մի քիչ բերենք այս պլան, այս էներգիաները հասկանանք վերջ ինչի մասին է խոսքը, ես 6 էներգիա նշեցինք, էլի իրանք աշխարհներ են, բայց ինչ-որ էներգիայի արտացոլումներ են։ Այս մեր առօրյան է։ Օրինակ ասենք առավոտը զարթնեցինք, ասենք ինչ-որ շատ ուժեղ տգիտության մեջ ենք ընկած, հետո զարթնեցինք նորմալ վիճակ, ինչ-որ մեկին տեսանք հպարտություն զգացինք, գնացինք դիցային ինչ-որ տենդենսների։ Ու տեն շարունակ, լավ, շարունակենք ջղայնություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա պատկերացրեք, որ նկարագրվում է, որ միլիոնավոր, միլիարդավոր տարիների ընթացքում մենք ծնվում, մահանում ենք այս բոլոր աշխարհներում անդադ։ Ես նկարագրում եմ ուղղակի մեր առօրյան, ինչի հնարավոր չի դուրս գալ այս 6 աշխարհներից, որտեղ ինքը ցիկլ է, փակ ցիկլ է,
որի մեջ մենք անդադ պատտվելու ենք մինչև այդ անիմաստության զգացումը մեր մոտ չգա։ Մինչև մենք չհասկանանք, որ ինչ-որ բան է պակասում ու այդ պակասումա այդ գիտելիքը, այդ ոնց որ ուղին, որի միջոցով կարելի է դուրս գալ այս աշխարհներից։ Ինձ թվում է այդ 6 էներգիաների մեջ է, հիմա մի բանը շատ, մի բանը քիչ, բայց մենք բոլորս էլ մեզ կարանք տենանք, թե ջղայնության, ագահության, նախանցքանդ, հպարտություն եւ կապվածություններ, որ մեկը չասեցի, բայց լավ։ Եվ հպարտություն։ Մի խոսքով ու այդ ցիկլը կանգնում է միայն այն դեպքում, երբ որ մարդը հասունանում է, այնքան է տառապում, մինչև այդ 6 աշխարհների մասին այսքան երկար պատմեցի, առաջին հայացքից կապ չուներ պայծառության թեմայի հետ, բայց պայծառության մասին ինչ-որ արձագանք մեր մեջ գտնում այդ բառը, այդ երևույթը միայն այն դեպքում, երբ որ տառապել ենք այնքանակի բոլոր այդ աշխարհներում, բոլոր այդ էներգիաների մեջ այնքան ենք եփվել, որ մենք հասկացել ենք, որ մեկը ելք չկա, ուղղակի իրանց մեջ պատտվելով ու մենք ուզում ենք վсё, հերիքը։ Մենք ուզում ենք ստեղից դուրս գանք։ Այս էներգիաներից, այս ցիկլից մենք ուզում ենք դուրս գանք։ Ուստի եթե մարդ լավ փնտրում է, դաժե Հայաստանում հեսա կարծել ենք ինչ-որ այս թեմա, ինչ-որ բան լսում ենք հիմա, մենք ինչ-որ մարդուց ենք լսել, ինչ-որ էակից, ինչ-որ գիտելիքներ բերել ինքներ արևելքից եւ այլն։ Եթե մարդ անգամ Մոզամբիկում ինքը շատ մեծ ձգտում ունի գիտելիք գտնելու, տենչ ունի, ինքը ինչ-որ ձև կհանդիպի էնել այս դարում։ Այս դարում вообще ինտերնետի միջոցով հնարավոր է գրեթե ամեն ինչ, ամեն տեղից հասանելիություն այս թեմաներին, բայց միշտ է այդտեղ ձգտման դեպքում հնարավոր է գտնել այս ամեն ինչը։ Փաստացի լուսավորումը նշանակում է մտագնացությունների տրանսֆորմացումը իմաստությունների եւ լուսավորվածության հասնելու բարագայում անվանվում է լուսավորված։ Փաստացի, եթե sense վերցնում ենք պայծառացածը բացատրեցինք, ազատագրումը բացատրեցինք եւ լուսավորումը բացատրեցինք։ Պրակտիկաների տեսակետից պրակտիկաները կհասցնենք ասենք մի կոդ։ Հա։ Ժամանակը ներման։ Արևելքից մեզ եկել հասել է ոնց որ շատ ասեց ուսուցչի միջոցով պրակտիկաներ, որոնք որ թույլ են տալիս այս ճանապարհը հասնել լուսավորման։ Հայտնի ինքը հայտնի է այնքանով, որ ինչքանով դուք եթե հետաքրքրված եք, կարելի է դրա մասին կարդալ, sense կոչեցել իդամ հասկացությունն է։ Դրա հետ կապված ինչ տարակուսանքներ կան, ինքը ինչ է իրենց ներկայացնում։ Իրենք նաև անվանում են աստվածություններ, իրենք շատ են։ Յուրաքանչյուրը օժտված է որոշակի լուսավորված պայծառացած հատկանիշներով, որակներով, ոնց է դրա աշխատանքի ձևը։ Պատկերացեք, որ դա ավելի շատ տրինաժոր է կամ գործիք է, որով որ մարդը ի վիճակի է այդ որակները իր մոտ արտնասնելու։ Ընդհանրապես բոլոր էներգիաները, լույսը եւ էներգիան, եթե մենք ի վիճակի ենք պատկերացնելու ինչ-որ ֆորմաների եւ որակների մեջ եւ նույնականացնենք մենք դրա հետ ակտիվ ձևով, պրակտիկան ինչ-որ ժամանակ հետո այդ որակները սկսում են ակնանալ, այսինքն մտնում են ռեզոնանսի մեջ, քանի որ մենք այդ բոլոր որակները մեր մեջ ունենք ի սկզբանե, իրանք դրսից ներմուծվող երևույթներ չեն, այլ կա, ոնց որ Լուսինեն ասեց, բոլորը բուդդաներ են արևելյան ուսմունքի տեսակետից, պարզապես պետք է բերել իրենց ռեզոնանսի։ Ուժեղացնելով այդ որակները, մտագնացությունները սկսում են նվազել եւ ընդհանրապես վերանում։ Իդավների պրակտիկան շատ է հանդիպում, հիմնական մի մեծ մասը իր, չնայած ինչ-որ որոշակի իհարկե ինտերնետում կա դրանց մասին նկարագրություններ, բաներ, բայց զուտ ինտելեկտուալ ձևով կարդալ եւ այդ պրակտիկաներ անելը առանց ուսուցչի ապարդյուն են, իրանք այդ ճանապարհով նորմալ չեն տանում։ Մյուսը, որի մասին կարելի է ասել էս պահին, էդի էլի ոնց ինչ ճանապարհներ կան լուսավորման հասնելու, էլի կարող եք կարդալ, մի քիչ դրա մասին, խովա կոչեցյալ պրակտիկանա տեխնիկանը, որը թարգմանաբար կամ absolute ըստ էության նշանակում է
մահվան գիտակից լինելու միջոցով պայծառացում, լուսավորում։ Ինչպես անունից արդեն հասկանալի է, ինքը կյանքի ընթացքում է պրակտիկան զարգացնում են այնքան, որ մահվան պահին է պրակտիկան անելով անմիջապես գիտակցությունը տեղափոխեն լուսավոր ուրեմն լույսի աշխարհ, որտեղ որ ոչ դրախտ է, ինքը դրախտ չի, որտեղ դրախտները ավելի շատ ասոցացվում են կոմֆորտի հետ, որտեղ ամեն ինչը կա, ամեն ինչը տաքաբարի է, ամեն ինչ գոյություն ունի, լույսուն առատություն եւ որից է դրսևորում ինչ-որ հաղթահարման կարիք չի լինում եւ այդտեղ մարդը իր զարգացումը ուղղակիորեն կանգնում է։ Այս աշխարհների մասին, որ մենք խոսում ենք, այդտեղ զարգացումը շարունակվում է, դրա համար ինքը ամենանպաստավորն է, որը հնարավոր է մարդու համար ոչ ֆիզիկական մարմնով կանանք ցանկանանք, որ ինքը հայտնվի այդ դեպքում։ Եվ երրորդը ինչի մասին այսօր կարելի է նշել դրա մասին խոսել, լուսինը որ օրինակ բերում է քրիստոնեության հետ կա sense մի հատ վերաբերմունք, որ միայն մի դեպք է արձանագրված եւ դա Հիսուս Քրիստոսն է, որը իրականացրել է լույսի մարմին, սակայն արևելքում հայտնի են բազմաթիվ նման օրինակներ, դրանք նկարագրված են բավականին եւ գրականությունը կա եւ նաեւ բանավոր ձևով փոխանցվում է ուսուցիչից աշակերտ։ Լույսի մարմնի իրականացումը կարելի է համարել տվյալ ընդհանրապես մարդկային կյանքի համար հոգեվոր ճանապարհի երևի ամենաբարձր նպատակայնությունը, որ եթե իրականացնում ես լույսի մարմին, ապա դու ասել ես հոգեվոր քո զարգացման գագաթնակետի։ Իհարկե այդտեղ ոչինչ չի կանգնում, էվոլյուցիան անընդհատ է եւ զարգացումը անընդհատ է, այնտեղ արդեն էներգիայի զարգացման միջոցով է դա տեղի ունենում։ Այս էլ ինչ-որ ես ուզում եի ավելացնել։ Կարճ համարում։ Շատ լավ։ Ես էլ ինչ-որ բաներ ավելացնեմ։ Նայեք, երբ որ խոսում ենք ընդհանրապես մեթոդների մասին, մեթոդները բազմազան են, այդ դարերով, հազարամյակներով լուսավոր էակները գալիս են, տալիս են մեթոդներ, ուսմունքներ են հիմնում եւ հիմնական նպատակը մարդկային ռասայի էվոլյուցիան է։ Ուղղակի խոսենք ավելի շատ մեծ ծանոթ, մի քիչ էլ մոտ այդ տեխնիկաներից, օրինակ քրիստոնեության մեջ երկու հիմնական մոտեցում կա, ոնց ինչպես ազատագրել միտքը, ընդհանրապես որ ասում ենք ազատագրել, նկատի ունենք ինչից ազատագրել, դե պարզ պլանում դա ազատել տառապանքներից, բայց խորքային որ նայում ենք, դա ուղղակի պատճառներից ազատագրվել, Այդ պատճառները մթագնածություններն են, որ Աշոտը տենց հերթով թվում է, դրանք բոլորը մթագնածություններ են, այսինքն երբ որ մենք ազատագրվում ենք դրանցից, ընդառաջայնություն հիմնականներն են, կան նաև ենթաները, բայց երբ որ հիմնականներից ազատագրվում ենք ու մեր բնական ոնց որ էության լույսը արտահայտվում է, նոր մարդ կարող է երջանկանալ։ Հիմա նայեք քրիստոնեության մեջ երկու կարևոր ճանապարհ կա, մի ճանապարհը դա գնում է ազատագրման, լուսավորման, պայծառացման գիտելիքի, այդ իմացության, որը տրվում է ուսուցչի կողմից, ուսմունքի հիմնադրողի կողմից, այդ ոնց որ գնոսիսն է, գիտելիք, առանց դրա ոնց որ հնարավոր չի, եւ երկրորդն էլ հիմքում ընդունում է սերն ու նվիրվածությունը առ Աստված։ Ոնց որ դուք կհիշեք, կարող ասենց աղոտ հիշեք մանավանդ քրիստոնեությունից, որ ոնց որ նայեք ամեն ինչ ինքը նվիրաբերում է Աստծուն, ոնց որ փղակցի յոգայա կոչվում է տարվելյան ուսմունքներում, ինքը դնում է նպատակ, այսինքն ոնց որ չշեղվելու համար բարձրալ կետը դա է ու նվիրվածությամբ ու սիրով ինքը հասնում է ընդհանրապես նվիրվածությունը, նայեք եւ քրիստոնեության մեջ եւ արևելյան ուսմունքներում այս հիմնակարային անկյուններից մեկն է ազատագրման։ Դրա մասին հետո առիթ կլինի ավելի երկար կարող ենք խոսել, ինչպես նաև սերը եւ իմաստությունը, ոնց որ բոլոր մեթոդները, ինչքան էլ իրանք արտաքինով իրարից տարբերվեն, բերում են նրան, որ ի վերջո սերն ու իմաստությունը մարդու մեջ արթնանան, իհարկե սրանք արտաքին պլանում էլի տարբեր են ընկալվում մեր կողմից, ոնց որ բայց ինչ որ պլանում իրանք նաև մի տեղ են, ոնց որ չի կարա լինի սեր
առանց իմաստության ու չի կարելի է խորքային իմաստություն առանց սիրո։ Հետո ինչ մասին նաև ուզում եմ խոսել, որ նյութական աշխարհը, քանի որ սկզբից ասեցի, ինքը իր օրենքներ ունի ու իր իներտությունը ունի եւ շատ դժվար է ընկալել այդ նուրբ երևույթները, դժվար է, բայց անհնար չի եւ այդ բոլոր տեխնիկաներն ու ուսմունքները, գիտելիքը, ուսուցիչը ուղին հենց դրա համար է, որ մենք կամած կարողանանք դրանց բացահայտել ու կարողանանք ընկալել ու դրա հետ կապված sense մի հատ շատ հետաքրքիր արտահայտություն եմ ուզում անել, որ կա Ագնի յոգա ուսմունք կա ու այնտեղ ասվում է, որ նույնիսկ այս ֆիզիկական մարմնով այդ հրեղեն նույնիսկ ինչ որ էներգիաների ընկալումը ինքը արդեն պայծառություն է, էլի։ Ոնց որ մի կողմից մենք այդ պայծառությունը սենց որ անհասանելի բան ենք պատկերացնում, բայց մյուս կողմից էլ ինքը այդքան էլ անհասանելի չի, ոնց որ մեր բնույթը տանում է դրան։ Եվ ինչա կատարվում, երբ որ մարդը օրինակ Աշոտը լավ ներկայացրեց, որ այդ շրջանակի մեջ ընկնում է տառապանքներ, չի կարողանում դուրս գալ, լավ ինչա կատարվում, երբ որ ինքը հասունանում է, հասունանալ նաև նշանակում է ունենալ երախտիկներ։ Արևելյան ուսմունքներում շատ կհանդիպեք, որ երախտիկները շատ կարևոր են, հավաքվում են տարբեր տառապանքով, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի շատ բարի բան անելով, խոսքով, երբ որ համապատասխան պայմանները լինում են, մարդը սկսում է բռնել ուսմունքի ճանապարհը, զարգացման ճանապարհը եւ ի վերջո գնում է պայծառացման։ Եվ արևելյան ուսմունքներում այդ ուսմունքի ճանապարհ, ուղու ճանապարհը, ուսմունք, որ ասում եմ նկատում ցանկացած, կլինի քրիստոնեություն, կլինի արևելյան, կլինի հին, նոր, ուրեմն այն բոլորը, ովքեր բռնում են պայծառացման ճանապարհը եւ սրբության ինչ որ մի աստիճանի են հասնում, կոչվում են բոդհիսատվաներ, ոնց որ տերմինը այդքան կարևոր չի, կարևոր իր գաղափարն է, որ տարբեր ուսմունքներում կա, օրինակ քրիստոնեության մեջ դրանց ավելի շատ սրբեր են անվանում, անվանումները կարևոր չեն, պայմանականորեն բոլոր ուսմունքներում էլ այդ սրբերին բաժանում են տարբեր մակարդակների եւ պայմանականորեն վերցնում են 10 մակարդակ, դե վերևն ամենաբարձրն է, որ ինքը արդեն հասել է սրբության աստիճանի։ Պայմանականորեն, որպեսզի շատ երկար չխոսենք, նաև 3 մասի կարող ենք բաժանել այդ սրբերին։ Առաջին մաս սրբերը, ոնց որ մասի լուսավորման հասած սրբերը, շատ մեծ կարեկցանք ունեն մարդկանց տառապանքի հանդեպ, եւ որ իրանք տեսնում են մարդիկ տառապ, այսինքն իրանք ոնց որ այնքան է իրանց գիտակցությունը ընդհանրապես, որ մենք սա էլ ասեմ շարունակեմ, նայեք, որ ասում ենք ազատագրվել, պայծառանալ, կամ դա չի նշանակում, որ մենք մեր ֆիզիկական մարմինը փոխում ենք կամ կորցնում ենք, կամ պարտադիր պետք է մյուս կյանքում։ Նայեք, դրանք գիտակցության մակարդակների, գիտակցության մասին է խոսք, այսինքն եթե արթնանում է մեր գիտակցությունը, պայծառանում է մեր գիտակցությունը։ Հիմա նայեք, երբ որ այս սրբերի գիտակցությունը արդեն այն մակարդակի է հասել, որ իրանք կարեկցանք են զգում բոլոր տառապող էակների հանդեպ, այդ մեր ոնց որ առաջին մակարդակն է, երկրորդ մակարդակը, երբ որ ասենք առաջինը, երբ որ տեսնում են հաշմանդամը, մահ, ծերություն, երկրորդ մակարդակը, երբ որ իրանք արդեն կարեկցանք են զգում ընդհանրապես մարդկանց հանդեպ, որովհետև տեսնում են այդ փակ ցիկլը, որ տառապանքից ուղղակի հնարավոր չի ազատվել, ու իրանք արդեն հավասար կարեկցանք են զգում եւ հիվանդություն ունեցողի եւ չունեցողի հանդեպ, ոնց որ չեն իրանք արդեն առանձնացնում, որտեղ բոլորն են տառապում, իսկ երրորդ մակարդակի հասած սրբերը արդեն իրանք ոնց որ հենց իրանք են կարեկցանքը, իրանք ամբողջ սերը, ամբողջ լույսը իրանք են, ոնց որ արևի, արդեն լույսի աղբյուրը իրանք են ճառագում լույսը։ Եվ իհարկե ոնց որ այդ բոլորի նպատակը ոչ միայն անձնական ազատագրվելն է, արթնանալն է, քրիստոնեության մեջ էլ ոչ միայն ոնց որ ինքը դառնա Քրիստոս, այլ նաև օգնի ուրիշներին, ոչ միայն ինքը փրկվի, այլ նաև փրկի ուրիշներին։ Ու փրկի ոչ թե ինչ-որ ֆիզիկական, նյութական բաներից, այլ մթագնացություններից։ Ես այստեղ նաև մի հատ լավ պատմություն էլի ուզում եմ ձեզ համար պատմել,
ոնց որ հա բոդհիսատվա որ ասեցի որ դուք պատկերացնեք կարեկցանքը մեր կարծրատիպերով պետք չի չափել, այսինքն կարեկցանքը դա միայն նա չի որ ոնց որ ինչ-որ վերցնենք, շոյենք, չգիտեմ, կերակուր տանք կամ ընկնենք փողոցներով օգնենք, կարեկցանքի դրսևորումը նախ եւ առաջ ոնց որ ամենամեծ կարեկցանքը, որ իրանց կարողանում եք ազատագրել իրանց մթագնացություններից ու տառապանքներից։ Հիմա այդ պատմությունը պատմեմ մի քիչ պատկերացում կկազմեք իմ ասացի մասին, ոնց որ ուսուցչի մոտ մի հատ գող է գալիս ու ասում է, որ ինքը ուզում է մեդիտացիանի թե ինչ, դե կարեկցանքից ելնելով ուսուցիչը ասում է, հա, նու մտի սենյակ 3 օր մեդիտացիաներ կանես, թե 3 օր հետո որ դուրս է գալիս գողը, ասում է, հա, ինչ կասում է, դե ինչ պետք է լինի, գնամ փողեր վերցնեմ, ուտեմ խմեմ, կանանց հետ էլ զվարճանամ, ու տենց ասում է, լավ, մի գնա, մենք կբերենք ու բերում է տենց ոնց որ ինչ ինքը ուզում է ու սենց գեղեցիկ կանայքիլ է բերում տենց սենյակը փակում է ասում է ինչ ուզում ես արա դե սա ժամերով ուրախանում է ծախվում եսիմիջ դե աշակերտներն զարմանում են ասում են ինչ ես ամ հերիք չի գող մի հատ էլ բերեցիր աղջիկներին լցրեցիր ու երբ որ այս գողը այդ հագենում է ու որ դուրս են գալիս բոլորը, դե իլ արդեն ինչքան պիտի զվարճանա թե ժամեր անցել են, ու այդ ժամանակ մտնում է ուսուցիչը, ու ոնց որ մի շատ կարճ ժամանակ հետո որ դուռը բացվում է, աշակերտները տեսնում որ այս գողը բլաժենստվայի մեջ նստած պայծառացել է, տենց ասում են, բայց ոնց եղավ էլի, ասում են նայեք ոնց որ ինքը ոնց որ ինչ որ իրան ուզում էր ինքը ստացավ, իրան միտքը ազատվեց ու կարողացավ կենտրոնանալ նրա վրա, ինչ որ ես եմ էլի ասում, ու ոնց որ իր սիրտը բացվեց։ Իհարկե տարբեր մոտեցումներ կան, չեմ ուզում մտածեք, որ դա մեկի մոտեցումն է։ Շատ լավ։ Ես էլ մոտեցումները կոչեմ։ Շատ խոր հոգևոր։ Այսինքն ոնց որ նաև մեր կարծրատիպը միշտ ուշադիր լինենք, որտեղ կարծրատիպերը շատ են ձևավորվում, կարծրատիպերը ձևավորվում են Քրիստոսի մասին, քրիստոնեության, ուսուցչի, ուսմունքի, ինչի է պետք մեր ուսմունքը, տարբեր մեր մարմնի, մեր էներգիաների, մի խոսքով, այդ շատ կարևոր է, որ կարողանանք դրանից դուրս գալ, առանց կարծրատիպերից դուրս գալու բացառությունը դες դժվար կլինի։ Ինձ թվում է այսքան է, եթե դե ինչ-որ բան հիշեմ կարող եմ։ Մեկ էլ բանից ասեմ, բոդհիսատվաների թեման շարունակելով, պայծառացման թեման շարունակելով, ամենագլխավորը իհարկե բոդհիսատվայի ճանապարհը, այդ ճանապարհը բռնելուց, ուղին բռնելուց, լավ սենց ասենք, որ այդ տերմինոլոգիայի հետևից չընկնենք, մոտիվացիան է, որ լինի հանուն բոլոր էակների կամ տարբեր ձևակերպմամբ հանուն բոլորի, այսինքն ինքը այդ կտանքների միջով անցնում այդ պրակտիկաների ջանքագործադրում ձգտում եւ այլն, որպեսզի կարողանա օգնի ուրիշներին, ոչ թե տանում է իր համար։ Այս մեկ։ Երկրորդը այդ բոդհիսատվաների էակն է, որ այնքան է հասունացել, որ ինքը արդեն շատ ուղղորդված, ոնց որ պատկերացեք 6 աշխարհները sense սֆերաներ են, մեկը մեկից մեծ, ինքը ինչ-որ մի տեղում sense ուղղորդված այդ պատերը ջարդելով դուրս է գալիս ուղղակի։ Ու 6 աշխարհներից դուրս նոր մարդ կարա, այդ որ ասում ենք ազատագրվել, լուսավորվել եւ այլն, նոր կարողանում է դրսևորվել, էլի, որպես պայծառացած լուսավորված էակ։ 6 աշխարհների մեջ էլ ինքը կարողանում է, եթե դուրս է եկել, այդ էներգիաները բերել, ներթափանցացնել ու ուրիշներին փորձել օգնել հանել, ոնց որ ինքը դեսանտի նման մտնում է, գնում է այլի հետ է գալի, շատ բոդհիսատվաներ կան, ովքեր որ երթում են վերցրել, որ իրանք միշտ լինելու են, ոնց որ Քրիստոսը համբարձվելուց, եթե հիշում եք, ասեց, որ ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վախճանը, այսինքն ինքը գնաց նորից վերադառնալու պայմանով ու ինքը միշտ վերադարձել է, որպես բոդհիսատվա ու այդ թելերը իր հետ բերել է, մարդկանց կապել է ու ուղարկել է, ոնց որ իր աշակերտներն իհարկե, որտեղ առանց մեծ ձգտման անհնար է հասնել պայծառության, անգամ եթե ուսուցիչը Քրիստոսն է։ Դու պետք է մեծ ջանք ձգտում դրսևորես, որ ինքը կարողանա քեզ դուրս հանել այդ կապանքներից։ Մի հատ է շատ հետաքրքիր պատմություն կա բոդհիսատվաների հետ կապված, Տիբեթում մի հատ վանական մանալիս է լինում ու ասում է կանչեք կարմապային, կարմապան այդ իրանց ուղու գլխավորն է, իրանց համար աստվածային էակ էլի տենց են վերաբերվում,
շատ հարգանքով ու փառաբանելով, ու տենց կարմապային գտնում են գայսը շատ հարգալի բան լինում, հարգված վանական լինում։ Ու վանական ասում եմ մահանում եմ, բան ասում եմ հայ ես քո համար բան կանեմ, կաղոթ եմ ոնց որ պրակտիկա կանեմ քո համար, ասում եմ չէ դե համար չեմ կան, չէ, ասում եմ խոսք տուր, որ իմ վերջին ցանկությունը դուք իրականացրես, ասում եմ չեմ կարող, պետք է ասես ինչ ես ուզում։ Ասում եմ չէ, խոսք տուր, վերջ այնքան է համոզում, կարմապան ասում է լավ, խոսք եմ տալի, ասել ինչ ես ուզում։ Ասում եմ ես ուզում եմ որ մահանամ, իմ կարեկցանքն ու ուժը, ներքին ուժը չի հերիքի, որ ես գնամ դժոխք։ Ասում եմ ինձ ուժ տուր, որ ես կարողանամ գնամ դժոխք ու ընդեղի էակներին օգնեմ։ Ու այս ոտքի սատվային ոնց որ դասական դարբերակն է, որ ինքը այնքան մեծ կարեկցանք ունի, որ ինքը ուզում է անգամ իր տառապանքի գնով ու իջնի ու օգնի բոլոր այն ամենավատ վիճակում գտնվող էակներին։ Իհարկե պրակտիկորեն այդ ինքը չի կարող գնա ու դժոխքում մնա, որտեղ այդ անհնար է, շատ բարձր էակների վիբրացիաները չեն ների, որ ինքը այնտեղ կարողանա անդադ մնալ։ Ինքը օրինակ Քրիստոսի մասին էլ, Բուդդայի մասին էլ կա նկարագրություններ, որ իրանք մահանալուց հետո անմիջապես, որովհետև մահանալու process-ը որ պատկերացնենք խի հենց մահանալուց, իրանք անդադել են, ոնց որ իրանք լույսը փորձում է մեր թափանցի անդադ, բայց մահանալու process-ը այդ էներգիաների գագաթնակետին է գալիս, իր այս կյանքի ռեալիզացիայի ու իր կապերի։ Քրիստոսը որպես ենթադրենք արև, ինքը չունի կապ ուղղակի դժոխքի հետ, ինքը երբ որ մարմնավորվում է այստեղ, ինքը կարողանում է ստեղծի այդ կապերը։ Ու երբ որ այդ գագաթնակետին ամենամեծ մահվան process-ը դու ասում ես, մահվան ժամանակ մարմինը լույս սարքե, չէ, որտեղ այդ էներգիաների գագաթնակետն է։ Բուդդան էլ Քրիստոսն էլ առաջնահերթ իջնում են դժոխք ու ով կարում է իրանց լույսը ընկալի, իրանց հետները վերցնում տանում են հնարավորինս ավելի բարձր աշխարհներ, որտեղ չասեն պայծառացնել, որտեղ անհնար է ուղղակի ինչ-որ էակի բռնել ու պայծառացնել, պետք է շատ հասունացած լինել։ Ուղղակի այդ դաժանագույն կտանքներից հանում են, որ այդ էակը կարողանա գիտակցել ու ուղին բռնել էլի ու ընդհանրապես այդ լուսնեմ որ ասում են նվիրվածության միջոցով շատ կարևոր է էլի որ մարդ կարողանա նվիրվի ուղուն ու ուսուցչին մենք Քրիստոսին իր ամենամոտիկ աշակերտները անգամ այնքան նվիրված չեն որ ինչ-որ մի հատ ուժուրիկ սիտուացիաներում սկսեցին դավաճանել անիմաստ ու այդպես մի հատ պատմություն էլ կա որ ոտքի սատվան իր ոնց որ ամենամեծ ամենատառապալից վիճակներում անգամ կարողանում է ամենայն դեպս փորձում է բոլորին օգնել Քրիստոսը խաչի վրա ասում էր հայր ներիր իրանց չեն հասկանում ինչ են անում այս ինչ է նշանակում որ չեն հասկանում այն առումով որ շատ մեծ կարմա են վերցնում իրանց վրա այսինքն սուրբ էակին ցավ պատճառել սպանել դա նշանակում է շատ միլիարդավոր տարիներով անկման գնալ, ոնց որ գնել դժոխքն էլ ասենց կանք ասենք ու Քրիստոսը այդ նվիրումներ ոնց է արտահայտում, եթե շարունակենք այս թեման, մի հատ պատմություն տենց կա, որ Քրիստոսին ուժուր ժամանակ երբ որ փախցնում էին, այդ թագավորը սպանում էր բոլորին, որ Քրիստոսին էլ մարդը սպանի, որպես մանուկ էր մայրն ու հայրը փախցնում են ուրիշ քաղաք ու ճանապարհին իրանց ավազակներ են բռնում ու այդ ավազակներից մեկը Քրիստոսի գեղեցկությունը տեսնելով ասում է այս երեխուն բան մի արեք թող գնան ու մայրը ասում է այս երեխան շատ լուսավոր երեխա է էլի ելա ապագայում դու մեծ երախտիկ հավաքեցիր ու շատ մեծ անադարձ կլինի քեզ ու երբ որ համարվում է որ երբ որ խաչի վրա էր այդ իր աջ կողմի ավազակը որ իրան ընկալեց որպես լուսավորագույն էակ այդ էակներով որ իրան մանուկ ժամանակ բացաթողեր ու այդ իրան նվիրման ու երախտիկի շնորհիվ Քրիստոսը ասեց որ դու կրնես Աստծո թագավորությունը ոնց որ Գայկոր ասում էր փողո այդ մաքուր աշխարհներ կան որոնք դրախներից ավելի բարձր են ու Քրիստոսը այդ ավազակին տարավ ոնց որ մաքուր աշխարհ այսքանը Ես եթե ավելացնելու լինեմ, նայեք քրիստոնեության մեջ երկկամություն արտահայտություն կա, որ իրականում շատ հետաքրքիր է, այդ ինչ նկատի ունեն երկկամություն ասելով,
երբ որ մարդ հասնում է ինչ-որ պայծառացման աստիճանի, ինչ-որ սրբության աստիճանի, արդեն ոնց որ Սուրբ Երրորդության կամքն է արդեն իր միջով արտահայտվում, բայց այդ ընդհանրապես չի նշանակում, որ մարդը իր կամքը կորցնում է կամ ինչ-որ մեկ իր մեջ մտնում է, այլ այսինքն ոնց որ գալիս է ներդաշնակության ու իր ներքին էությունը, ներքին լույսն է բացվում, ու իր բոլոր գործողություններն ու մտքերը լինում են Սուրբ Երրորդությունից են բխում։ Ինչի ենք ասում Սուրբ Երրորդություն, որ քրիստոնյաների համար այդ ավելի ընկալելի ծր կոնցեպցիա է, ավելի կարող ենք ասել նաև էությունից բխող, Քրիստոսից բխող, ի վերջո Աստծուց բխող։ Ու դրա հետ կապված նաև արտահայտություն կա, էլի բոլորը շատ լսած կլինենք, որ ասում են Աստված չունի այլ ձեռքեր, քան ոնց որ այլ մարմին մեր երկրում, քան ասենք մեր ձեռքերն են, մեր մարմինն է, ոնց որ իր գործելու, իր երկրագնդում գործելու համար։ Ես այսքան մի բան ես ավելացնում կապված հաճախ հանդիպող միֆի վերաբերմունքի հետ, երբ որ նմանատիպ անուններ են տրվում, Հիսուս Քրիստոս, առաքյալներ, Բուդդա, երբ նմանատիպ Բոդհիսատվա նման անուններ են տրվում, հասկացողություններ, մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվի, որ դա անհասանելի աստվածային ինչ-որ բան է, որոշ դեպքում նույնիսկ բնականաբար հավատի պակասության պատճառով կար ընդհանրապես համարվի, որ սա հեքիաթներ են, որ որևիցե կապ չունի իրականության հետ։ Այսօր երևի այդ պահն է, որ պետք է ասվի, որ պայծառության ազատագրման, տառապանքից ազատագրվելու և լուսավորվելու ճանապարհը առկա է, ինքը իրական է, գոյություն ունեն պրակտիկաներ, որով որ մարդը անցնելով կարող է հասնի այդ հոգևոր գագաթնակետին։ Ինքը զուտ հեքիաթ չի, միֆ չի։ Ես էլ ասեմ, որ շատ խոսեցինք Աստված, կոնցեպցիաներ, մանավանդ ես որ ասեցի, դա մեր համար, մեր գիտակցության համար անընկալելի է, մինչև չպայծառանանք չենք կարողանա ընկալել, դրա հետ կապված սենց շատ գեղեցիկ պատմություն կա, Աստծո գաղափարի հետ կապված, որ օրինակ Բուդդան նստած է լինում աշակերտներով, մոտենում է մի մարդ, ու իրան ինչ-որ հարցում է, ասում է, կա Աստված, տենց Բուդդան ասում է, հա, կա Աստված, այդ մարդը գնում է, հետո մի քիչ հետո մի ուրիշն է մոտենում, ինչ-որ հարցով էլի ասում է գոյություն ունի Աստված, տենց Բուդդան անձնայում, ասում է չէ, գոյություն չունի, ու երրորդը, որ մոտենում է ինչ-որ էլի իր հարցերով, հարցը տալիս, որ գոյություն ունի Աստված, տենց Բուդդան երկար նայում է իր աչքերի մեջ, այդ մարդն էլ իրան է նայում, այդ մարդը թողում գնում է, երբ որ հեռանում են, դե աշակերտներն ասում են, ասենք ոնց կարելի է մի հարցին տարբեր ձևով պատասխանել, ոնց որ ինքը բացատրում է, ասում է, որ դե առաջինը ոնց որ ինչ-որ իր գիտակցությունը այնքան էր հասունացել, որ իրան ուղղակի պետք էր այդ փոքր ոնց որ ոգեշնչումը, ու ես ասի, որ կա, ասում է երկրորդ մարդը այնքան էր ինքը կարծրատիպերի մեջ իր էությունից տենց հեռանում էր, ու իրան պետք էր հասկանալ, որ չկա, որպեսզի ինքը կարողանա իր կաղապանից ազատվի, ասում է, իսկ երրորդ մարդը այդ երկուսից էլ դուրս էր, ինքը ուղղակի նայեց ոնց որ իմ աչքերին, ու ինքը իր ներքին էությունը ընկալեց։ Արանք անցնենք հարցերին։ Հա, շատ լավ։ Ասեք։ Պայծառացման տարբեր մակարդակներում միջադեպերներում մեր մարմինների կամ ասենք մենտալ, եթերային, մենտալ, աստրալ, միշտ նշեց երեք մակարդակներում ինչ փոփոխություն են լինում, ասենք ոնց անդրադառնում են ընդհանրություններից ազատագրումը մեր յոթ մարմին։ Ընդհանրապես ուղով գնալուց, օրինակ ծոմեր կան, չէ՞, Պյութագորասի դպրոցում էլ կա, Քրիստոսի մոտ էլ ա եղել 40 օր գնաց անապատ, ծոմով եւ այլն։ Ոնց որ մաքրվում է
ներքևից վերև, եթե 7 մակարդակի բաժանենք, կամ եկեք 4 մակարդակի բաժանենք մինչև այդ վերևի մարմինները, ֆիզիկական, եթերային, աստղային եւ մենտալ։ Ներքևից վերև գնալով կարողանում ենք կոնտակտ ստեղծել ընդհանրենք 7-րդի հետ, այս բանը ուղղակի բազեցված սխեմա է։ Հա։ Որ ուղղակի հասկանալի լինի, էլի process-ը sense չի, բարձա շատ ավելի բարդ։ Ու հասնում է աստղային այդ էմոցիոնալ մարմինն է, երրորդ մարմինը, դեռ ամենակեղտոտն է, ու սկսում է այդ լուսինը, որ ասում է մակրագրում, տենց։ Մակրագործում, այդ էմոցիաներից է մակրում, այդ մթագնություններից է մակրում, որովհետև ցանկացած մթագնություն ինքը էմոցիա, ինքը այդքան միտք չի, ինչքան էմոցիա է։ Բայց երբ որ էմոցիան ուժեղ է, այդ միտք էմոցիա մարմինները սենց իրար հետ միացված են։ Միտքը էմոցիայի վրա է ազդում, էմոցիան մտքի, բայց միտքը որպես ավելի բարձր մարմին, ավելի մեծ կոնտրոլ ունի մնացած մարմինների վրա, առաջին 4, քան մնացած ֆիզիկականը չունի մտքի վրա կոնտրոլ։ Միտքը ունի ֆիզիկականի վրա կոնտրոլ։ Ու ներքևից վերև փորձելով մաքրվել, հասնել վերև, մինչև 7, ու այդ իմպուլսները, որ ասում ենք պայծառացում, իմպուլսներն են, երբ որ օրինակ մաթեմատիկայի խնդիր ես լուծում, մեկ է լուծումը ոչ թե գալիս է ասենց մեխանիկորեն լուծելուց, այլ ասենց պայծառացման իմպուլսից։ Կամ ինչ-որ խնդրի մասին ես մտածում, քեզ շատ ուզող, ու մեկ է պայծառացման ձևով է գալիս, ասենց վաու վիճակով կամ ռազրի, հա, ու տենց հասնելով 7-ին մի խոսքով, հետո ազատագրում է գալիս եւ այլն, իսկ հակառակ process-ը, լուսավորման process-ը, այն կողմից այս կողմ է գալիս, այսինքն երբ որ մենք ասում ենք ազատագրում, նկատի ունենք, երբ որ մարդ իր միտքն է ազատագրում, մենտալ մարմինը, ինքը մտքով կարող է ազատագրվի այդ 6 աշխարհներից, երբ որ ավելի բարձր ռեալիզացիայի մասին ենք խոսում, ես ճիշտ եմ հարցին պատասխանում, եթե ավելի բարձր ռեալիզացիայի մասին ենք խոսում, ինքը կարողանում է իր միտքը եւ էմոցիաները ազատագրի, այն կողմից են գալիս, եւ ավելի բարձր մակարդակում ինքը կարողանում է իր միտքը, էմոցիաները եւ նաեւ այդ լույսի մարմին, որ ասում ենք, իր մարմինը ազատագրի։ Այսինքն ջանքը, ձգտումը գնում է այս կողմից այն կողմ, երբ որ արդեն իհարկե այդ շատ սիմվոլիկ եմ ասում, որտեղ այդ process-ը այս կողմից այն կողմ ուղղակիորեն չի տա, միտքն էլ, էմոցիաներն էլ, մարմինն էլ իրար հետ են աշխատում, բայց ամեն դեպքում էլի սենց իրան վիզուալ տեսքալու համար եմ արվածատում են։ Իսկ ազատագրման դեպքում այն կողմից է գալիս ռեալիզացիայի բարձրությունը։ Վերջնական իմաստով մարդը պետք է կարողանա իր մարմինն էլ սարքի լույս, որտեղ մարմինն էլ ունի մթագնություն է, ֆիզիկական մարմինի իր այս ատոմներով։ Շատ։ Ես այդ ամեն ինչին ոնց ենք գալիս այդ մաքրման այդ պայծառության։ Այդ ամեն ինչը դուք շատ սիրուն ներկայացրեցիք, դե հասկանալի է, բայց ոնց ենք գալի դեպի դրա, մենակ այդ պրակտիկաները։ Շատ զգուշ, դանդաղ, ու հասկանալի քայլեր։ Դե հասկանալի է։ Փոքր քայլերի արվեստը։ Նայեք, ոնց որ մենք ես խոսեցի, որ ասի ձգտում, հետո ասեցի նվիրվածություն, նայք մարդը տենց որ հիմա դուք ինչ-որ ձգտում ունեք, որ եկել եք այս դասը լսելու, հակառակ դեպքում կգնայիք կլուբ երաժշտության կպարի։ Սեստելուս չեմ գնում։ Ոնց որ այդ էվոլյուցիան մարդուն տանում է դրան, որ վաղ թե ուշ այդ նաև հոգու կանչ է կոչվում, ինչ որ սկզբում դա արտահայտվում է ինչ որ բարի գործերով, այն պրիմիտիվ, հետո այդ դառնում է մտքերով եմ ես, ինչ եմ անում գալի վերջու գալիս է գտնում է մի տեղ, որտեղ խոսում են, հետո դա զարգանում է վերջու ինքը գտնում է ուսուցիչ, լինում է ուղի, ազատագրման ուղի, որը տանում է այնտեղ, որտեղ դուք եք ուզում։ Շատ կարևոր է հասկանալ ինչ եք ուզում դուք, ու ամեն մեկը հասկանա ինքը ինչ է ուզում։ Օրինակ այդ ժամանակակից մարդկանց մեծ մասը ուզում է սենց հանգիստ ռիլաքս վիճակներ, որ ուղղակի գնա իր, չգիտեմ, նյարդային համակարգը հանգստացնի կամ ինչ-որ բաներ։ Այդ մարդը գտնում է այդ ուսուցչին կամ այդ մեթոդները, բայց մեկը գտնում է մարդ, որ կանչը կա, ձգտում է, ինքը անպայման գալիս է։
Իսկ մարդել կա մի օր հասունանում է, ինքը հասկանում է ազատագրման անհրաժեշտությունը, այսինքն այդ պտույտի տառապանքը իրան արդեն հոգնածնում է, ինքը արդեն այդ էմոցիաներից չի ստանում այդ drive-ը, տենց կարանքիլ է ասենք, ու ի վերջո իրան էլ գալիս է իրա փնտրածը, ու ստեղ շատ կարևոր է նայեք անկեղծությունը, այդ որ ասինք ձգտում նվիրվածություն, այդ երրորդ կարևոր բանն է, ոնց որ այդ անկեղծությունն է, երբ որ մեր սիրտը բացում ենք, այդ գալիս է, իսկ այդ քայլերն էլ ուղղակի համբերություն է պետք մինչև հասունանա։ Ճիշտ ասած հարցը ներողություն եք, պատասխանը չենք վերջացրել։ Ձեր հարցը եթե վերաբերվում է բուն պրակտիկ մասին, թե դա ոնց է իրականացվում։ Չէ, սա հասարակ, ասենք, եթե ես եկել եմ դեպի ես ուզում եմ ճանապարհորդ։ Ես ուզում եմ հասկանամ ոնց է։ Դուք Սեպտեմբերին եք գալինա, դուք ընտրում եք։ Բայց սեպտեմբեր մտքերի հետ տենց կլիք տալու։ Հեսա պատասխանում եմ, մյուս հարցին է պատասխանում։ Պետք է ընտրել հոգևոր զարգացման ճանապարհ։ Դա կոչվում է Դխարմայի ճանապարհ։ Պատտում եք Դխարմայի անիվը։ Դխարմայի անիվը պատտել կոչվում է հենց դա, երբ որ դուք ընտրում եք այդ ճանապարհը եւ ուսուցչի կողմից տրված նախ ինտելեկտուալ մակարդակով, հետո էմոցիոնալ մակարդակով, հետո բոլոր նուրբ մակարդակներով դուք ընդունում եք ուսմունքը, որտեղ ինքը ամբողջական է, ինքը մենակ ինտելեկտուալ մաս չի, մինչև խորքային այն ինչ որ ուսուցիչը տալիս է դուք ընդունում եք, անում եք այն պրակտիկաները, որ ուսուցիչը ձեզ փոխանցում է, այն բոլոր հատկանիշներով օժտված, որը Լուսինեն ասում է պարտադիր, առանց դրա չի լինի ձգտում, նվիրում, անկեղծություն այդ ամեն ինչը իրար հետ, եւ դա ուղղակիորեն անխուսափելիորեն ձեզ տանում է հոգեվոր զարգացման։ Եվ ինչ որ պայից սկսած այդ հարցը այլևս ձեր մոտ չի առաջանում, բա ոնց անեմ, որտեղ դուք արդեն հասկանում եք դա ոնց անեք։ Հերիքա մի հատ ներքին փորձը դուք ինքնուրույն ձեռք բերեք, այդ հարցը այլևս ձեր մոտ չի առաջանում։ Մի բան էլի ավելացնեմ, եթե սենց շատ կոնկրետ պրակտիկ խոսելու լինենք, մենք դասը ավարտելու ենք կարճ մեդիտացիայով, այդ շատ պրակտիկ ու լավ ձև է, եթե դեռ չեք խորացել ու ձեր պատկերացնում, որտեղ ոնց հասկացա հարցը դրան էր տանում, վերջում այբուբեն եք ասելու 7 անգամ, դա դուք կարող եք ձեզ համար վերցնել մշտական պրակտիկա, առավոտյան, ցերեկը, երեկոյան, ոչ միայն 7 անգամ կարող եք անել 27 անգամ, անել մինչև 108 հասցնել, բայց ամենակարևորը մենք տենց էլ այսօր էլ նաև կանենք, որ դրանք մեխանիկորեն ուղղակի չենք ասում, ոնց որ պատկերացնում ենք դա մեր էությունից բխող, ոնց որ տառերը բխում են մեր էությունից եւ մեզ տանում են դեպի էությանը, ոնց որ եւ տառերը եւ մեզ մաքրագործում են բոլոր այն փուլերը, որ նշեցի, եւ լուսավորում են, եւ մոտեցնում են աստվածայինին, եւ մերձեցնում են աստվածայինին, նայեք տեխնիկաները, միլիարդավոր տեխնիկաներ կան, ոնց որ Բուդդան տենց մի անգամ այլի աշակերտները հարց են տալիս, անտառում նստած, ասում են նայեք, այդքան տերև կա, այս բոլորն էլ մեթոդներ են, հետո սենց մի հատ փունջ ավերցն ասում են ձեզ պայծառացման համար պետք է այսքանը։ Հիմա դուք էլ կարող եք սկսել ամենա ոնց որ թվում է պրիմիտիվից, բայց նույնիսկ ամենապրիմիտիվ մեթոդները, եթե մենք անում ենք անկեղծության, տանում են պայծառացման ամենաբարձր լեվելները, բացի այդ լույսի մարմնից, որի համար անպայման պետք է ունենալ լույսի կրող ուսուցիչ։ Մյուսների համար շատ կարևոր է այդ մեթոդը ի վերջո ձեզ տալիս է ուսուցիչը, բայց իմ ասածներն որ ուսուցչի տված պրիմիտիվ նույնիսկ մեթոդը ձեզ կարա տանի բարձր մակարդակների։ Հարց ունեք։ Պայծառացում կարծեմ ուզում եք ասեք enlightenment։ Այո։ Ես իշքան որ գիտեմ 10,000 հոգի մարդուց մեկ հոգին կարող է, եթե նույն բանն եք ասում լավ չեմ հասկանում, մեկ հոգին, դուք որ փորձել եք, որը մեկը դարձել է պայծառացումը ամբողջովին, որոշ չափով կարելի է աղոտքը մի տեսակ, մյուս տեսակ, թեկուր չխոսել, նայել, հասկացա այդ ինչ էր այբենարանը, ինչպես որ մեթոդ, ես լսել եմ լավ է ասում դերթանը, բայց ձեր մեջ դուք հասել եք դրա։
Demek 10,000 hոգի չկան։ Ամբողջ 10,000 մարդուց մեկ հոգու կա հաջողվի։ Չգիտեմ այդ ինչ հաշվարկ կա, այդ ում հաշվարկն է։ Ապացուցված է։ Հա, ապացուցված։ Ես ուրիշ տեղ եմ սով, ինձ այդպես ասել։ Լավ, ստեղ հարցը 10,000-ը իհարկե բանով չեն հաշվում, էլի։ Կարծեմ ասողներ իրենք դնում տարապում են նորից։ Ինչ։ Նոպի։ Տարապանքից փրկվելը դուրս գալը շատ դժվար է։ Այո։ Եթե խոսում ենք մենք вообще մի հատ կետ ենք գրել մեր փորձը, բայց ես կփորձեմ ցած ամբողջացնել մեր բոլորի փորձը ինչ-որ կետ։ Պայծառության նոր կետ էի պատմում Իրինայի հարցին, որ պայծառության բազմաթիվ աստիճաններ կան մինչև լույսի մարմնի իրականացում։ Եթե խոսում ենք բացարձակ պայծառության մասին, մարդ մինչև չի իրականացրել լույսի մարմին, ինքը չի համարվում բացարձակ պայծառացած։ Հասկացաք այսքանը։ Բացարձակ, երբ որ ասում ենք enlightenment, բացարձակ դա լույսի մարմինն է։ Այսինքն մինչև ստաց չէին կլինի այս մարմիններով, եթե բացարձակ լուսավորված լինի։ Եթե խոսքը գնում է, եթե այդ նկատի ունենք, եթե խոսքը գնում է պայծառացման մասին, ինձ թվում է դա եղել է ոչ թե 10,000-ից մեկի, այլ բացարձակ բոլորի հետ, պայծառացման մասին է խոսքը, իմպուլսների մասին է խոսքը, եւ ստեղ հարցը գնում է նրանում, թե ինչքանով է դա գիտակից արվում ու ինչքան հաճախ ու ինչքան երկարակարգում դա պահվել։ Եթե պայծառացման օրինակ եք ուզում ձեր կյանքից, ես հիմա մի օրինակ բերեմ, փորձեք հիշել, երբ որ բուժուր ժամանակ մանուկ հասակում շատ մեծ երջանկության զգացում էր գալիս առանց պատճառ։ Դա ինձ թվում է կամ մարդ կարա չհիշի ուղղակի, եթե խորանում է փորձում է հիշել, ինչ որ ես շատ այդպես ակնթարթներ եմ հիշում, շատ փոքր էի, այդպես մինչև 10 տարեկան, կարող է մինչև 12 տարեկան, այդպես շատ էր լինում։ Բացարձակ երջանկության զգացում էր առանց որևէ պատճառ։ Ու մոտ ա եղել ձեր բարձրացրեք փոքր ժամանակ։ Հիմա էլ է գալիս անգամ, հա, կարա լինի։ Իսկ ուղու իմաստը այն է, որ դու դա խորացնես ու գիտակցական պլան բերես, որ դու գիտակից կարողանաս մտնել այդ սիրո ու երջանկության վիճակի մեջ։ Այսինքն դա մեր այն ամենաբնական վիճակն է, մի հատ տենց շատ հայտնի հոգևոր մարդ կա, ով ասում էր մեր էությունը մենք չենք ընկալում, որովհետև ոչ թե որ ինքը շատ հեռու է, այլ որովհետև ինքը չափազանց մոտ է մեզ։ Ինքը մեր այն ամենաբնական, ամենամոտ բանն է մեզ, որ вообще հնարավոր է։ Այսինքն պայծառացնումը մենք չպատկերացնենք ինչ-որ sense արևելյան կամ ինչ-որ տիեզերական sense անհնար բան, դա մեր ամենաբնական վիճակն է։ Կա մի հատ ուրիշ արտահայտություն, որ մենք ապրում ենք այն ժամանակահատվածում, էպոխայում, կոչվում է հազարավոր բուդդաների ժամանակահատված։ Իսկապես ամենանպաստավոր ժամանակաշրջաններից մեկն է սա մարդկանց զարգացման հոգևոր ճանապարհով անցնել այդ արտահայտությունը հազարավոր բուդդաների կալ, հենց դրա մասին է խոսքը գնում։ Այստեղ մի բան էլ է պետք է ավելացնել, մարդը իր սովորական էվոլյուցիայով, ճիշտ է շատ երկար ժամանակավոր միգուցե միլիոնավոր վերածնունդների միջոցով, այսպես թե այնպես ինքը գնում է այդ ճանապարհով։ Խոսքը վերաբերում է, որ մենք ասում ենք թխարմա հոգևոր զարգացման ճանապարհ, մենք նկատի ունենք, որ այդ process-ը հնարավոր է կտրուկ անգամներով զարգացնել։ Եթե սովորական մարդը ընդհանրապես ոչ մի հոգևոր գործ չի անում, հավանականությունը որ եսի միլիարդավոր վերածնունդների ընթացքում, միլիոնավոր վերածնունդների ընթացքում կհասնի դրան, ինչ-որ գոյություն ունի։ Եթե կա կալիսնիցաներ հասկացողությունները, փոխուցահայերը, անիվներ հասկացողություն, ասենք փոքր անիվի ճանապարհով կրճատվում է ճանապարհը, համեմատում են, որ եթե մենք ստերից գնանք Մոսկվա, դուք ոտով գնանք, հա, կամ չգիտեմ, ուրիշ երկիր գնանք ոտքով։ Կա մեծ անիվ հասկացողությունը, որը արդեն մեքենայով է գնում։ Եթե վաճառայանն եք արդեն ասում, ուրեմն ինքնաթիռով եք թռնում, որ հնարավոր է իրագործել մեկ կյանքի ընթացքում։ Հավանականությունը նման բան իրագործելու բարձր է։ Պարզապես պետք է այն ինչ որ արդեն խոսեցինք այդ ամեն ինչի իրար ուսուցիչը լինի, աշակերտը լինի, ձգտումը լինի այդ միջավայրի նպաստավոր, լինի ձգտումը, նվիրումը, անկեղծությունը եւ այդ մնացածը եւ ձեր ջանքը ներդրում։ Մի բան էլ ավելացնեմ,
նայեք, որ ասում ենք արթնանալ, եթե չենք խոսում վերջնական լուսավորման մասին, այլ այդ իմպուլսների մասին, արթնացումը եւս իմպուլսներ է, եթե ձեզանից ինչ-որ մեկը երազ, գիտակցված երազ տեսել է, ինքը կհասկանա դրա, ինչ-որ մեկը տեսել է գիտակցված երազ։ Հա, այսինքն երբ որ նույն նաև այդ հնարավոր է, այսինքն դա այդպես 7 սարի հետևում չի։ Ուրիշ հարց։ Միայն լուսուցիչը քիչ է։ Կապ ունի նաև ում հետ է ապրում։ Եթե այստեղ սովորի մարդը գնա տուն եւ հանկարծ ընտանիքի նույնիսկ մայր, հայր, քույր, ամուսին, նրանք բոլորովին չեն փոխվում, մեծ կոնֆլիկտ առաջանա։ Ուզում ես աշխարհը փոխես, պիտի առաջինը քեզ փոխես։ Չես կարող։ Կարող ես։ Եվ որ դուք ընդունել եք բոլորին։ Տեղը պետք է փոխես։ Գարիկը որ ասում էր անիվներ, այդ վերջի անիվի իմաստն է, որ մարդը կարողանա աշխարհիկ կյանքով ապրելով շատ տարբեր սանսարիկ հանգամանքներում կարողանա օգնի ինքն իրեն, իր շրջապատին ու հասնի վերջո այդ լուսավորմանը։ Իհարկե խանգարող հանգամանքները շատ են, տաննել, դրսումել, տրանսպորտումել, աշխատանքի վայրումել եւ ամենուր։ Այսինքն, եթե այսօր մենք փախնում ենք տնից, վաղ հանգամանք է ստեղծվելու երկրից փախնենք ուսուցչից հեռու, հետո փորձենք մոլորակից փախնել եւ այլն, այսինքն հանգամանքները մեզ կստիպեն այնքան պատտվել այդ աշխարհներով, վերջում մենք հասկանանք, որ խնդիրը մեր մեջ է, ոչ թե մարդկանց, որ մեզ շրջապատում են։ Սկզբունքը այն է, որ բոլոր այդ դժվարությունները, որը դուք նշում եք եւ որը նույնիսկ չեք նշում, պետք է կարողանալ օգտագործել ի նպաստ այդ ճանապարհին զարգանալու համար։ Առանց դժվարությունները հաղթահարելու այդ զարգացումը հնարավոր չէ։ Եվ մի բան էլ, ոնց որ նայեք, մեր մոտ էլի նյութական աշխարհի ազդեցության պատճառով մենք մեզ ու դիմացինին ընկալում ենք առանձին։ Ոնց որ մեր էգոն, մենք առանձին ենք, բայց իրականում դա ֆիզիկական պլանում ենք տենց տեսնում, ինչքան այդ բարձր պլաններից ենք նայում, այնքան մենք ոնց որ այդ հելերով այնքան ենք իրար կապված, իսկ ամենաբարձր պլաններում ուղղակի մեր մեջ տարբերություն չկա։ Նու մեր ուղեղի համար այդ շատ դժվար է անցնել, բայց եթե մենք քիչ սկսենք մտածել տենց, արդեն կսկսենք հավատալ, որ երբ որ մենք փոխվում ենք, մեր կողքիններն են փոխվում։ Նաև sense մի հատ համեմատություն են անում, երբ որ սավանը հատա, sense փրածա, երբ որ այս ծայրից sense մեկը բարձրանում է, այն իր կողք եղածները մեխանիկորեն բարձրանում են ու հավատացեք, որ երբ որ դուք փոխվում եք, ձեր ամենամոտ շրջապատը փոխվում է։ Բացատրություններ լինեն։ Հարցում եք, չէ՞։ Ուրիշ հարց։ Եթե չկան հարցեր։ Եթե չկան հարցեր, մեկ դիտացիան կանենք, ասենք այբուբենը, պատկերացնում ենք, որ արևից իջնում են այդ ոսկեգույն լույսով լցված մեր տառերը, ձեր մեջ մաքրում են ձեր ֆիզիկական մարմինը, մաքրում են ձեր էմոցիաները, ձեր մտքերը, ձեր կարման, ձեր անցած կյանքերը, նաև մաքրում են Հայաստանը, բոլոր այն մարդկանց, որ դուք սիրում եք, ուզում եք մաքրել, երկրագունդն են մաքրում, բոլոր էակներիդ ում դուք կապված եք, իրանք էլ են մաքրվում ու բոլորը գնում են դեպի լույսը։ Հանգստացնում եք ձեր մարմինը, մտքերը, էմոցիաները։ Էլի նստում ենք հանգիստ, ձեռքերը դնում ենք կրծքավանդակին, խորը շունչ, խորը արտաշունչ։ Այբ, բեն, գիմ, դա, եչ, զա, ատ, թո, ժե, ինի, լյուն, խե, ծա, կե, հո, ծա, խատ, ջեն, մեն, յի, նու, շա, ո, չա, բե, չե, ռա, սե, է, դյուն, ռե, ծո, յուն,
pure, care.